Նա եկել էր բնությունը փրկելու, այլ ոչ թե կոտրված սրտի հետ կապվելու։ Բայց մի անսպասելի քայլ կոտրեց բոլոր պատնեշները։ Այժմ նրանց միջ լռությունն ավելին է ասում, քան բառերը։ Եվ արգելված սերը ծնվում է նրանց կյանքի մեծագույն ճակատամարտի մեջ։ Հուսով եմ, ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Մի մոռացեք գրել, թե որտեղից եք դիտում։ Անահիտը միշտ հավատացել է, որ կյանքը բարդ ընտրություններից է կազմված։ Մեծացել էր Դիլիջանում, Տավուշի սրտում, փայտե պարզ տնակում, ներկված խամրած կապույտ գույնով, որտեղ թարմ թխված գաթայի բույրը խառնվում էր տիկին Տաթիկի, իր մոր խոհանոցից եկող տապակած իշխանի բույրին։ Այնտեղ, պատշգամբում զրույցների գետի հեռավոր խշշոցի ներքո, նա վաղ տարիքից սովորել էր, որ երազելը թանկ արժե, իսկ այդ երազանքներն իրականացնելը էլ ավելի։ Հայրը, պարոն Ռուբենը, քչախոս, բայց համոզմունքներով լի մարդ էր։ Աշխատում էր որպես ավտոմեխանիկ, հավատում էր, որ կյանքը պարզ է, վաղ արթնանալ, քրտնաջան աշխատել, տուն վերադառնալ, շնորհակալ լինել սեղանի դրված ուտելիքի համար։ Երբ Անահիտը դեռահաս ասաց, որ ուզում է կենսաբանություն սովորել, որ ուզում է հասկանալ, թե ինչպես են գործում գետերը, բույսերը, ձկները, հայրը պարզապես գլուխը թափ տվեց ու ասաց, որ դա հարուստների գործ է, նրանց, ովքեր կարող են իրենց թույլ տալ մտածելու շքեղությունը, աշխատելու փոխարեն։ Բայց Անահիտը չհանձնվեց։ Ամբողջ գիշերներ լամպի լույսի տակ դաս էր սովորում, երբ հոսանքը անջատվում էր, անգիր էր անում քարտեզներ, բանաձեր, գիտական անուններ, որոնք անհնարին էին թվում արտասանել։ Տիկին Տաթիկը, թե լավ չէր հասկանում, թե ինչ էր փնտրում իր դուստրը, աջակցում էր իր սիրառատ լռությամբ, ինչպես մեկը, ով գիտի, որ որոշ ճակատամարտերում կարող են հաղթել միայն նրանք, ովքեր իրենք են ընտրել դրանք։ Կիրակի օրերին շուկայում գաթա էր վաճառում, որպեսզի օգնի գրքերի, դեպի մեծ քաղաք, Երան, երթուղայինի տոմսերի հարցում, որտեղ Անահիտը քննություններ էր հանձնում։ Երբ Երանի պետական համալսարանից ընդունելության նամակը եկավ, Անահիտն այնքան լաց եղավ, որ տիկին Տաթիկը կարծեց, թե վատ լուր է։ Պարոն Ռուբենը ոչինչ չասաց, պարզապես պատուհանից նայեց դեպի գետը, խորը հոգոց հանեց։ Այդ գիշեր Անահիտը լսեց, թե ինչպես է մայրը խոհանոցում կամացուկ խոսում հոր հետ։ Նա ասում էր, որ աղջիկը տաղանդ ունի, որ նա ուրիշ է, որ արժանի է հնարավորության։ Հայրը պատասխանում էր, որ վախենում է, որ աշխարհը դաժան է նրանց հանդեպ, ովքեր չափազանց շատ են երազում, որ չի ուզում տեսնել իր աղջկա տառապանքը։ Համալսարանական տարիները միաժամանակ Անահիտի կյանքի լավագույնն ու ամենադժվարն էին։ Նա ապրում էր համալսարանի մոտ գտնվող վարձով մի փոքրիկ սենյակում, ծախսերը կիսում էր երկու այլ աղջիկների հետ, աշխատում էր որպես լաբորատորիայի օգնական, հաշիվները վճարելու համար։ Մինչ ընկերները գնում էին խնջույքների զբոսանքների, նա մնում էր սովորելու, կրկնում էր նյութերը, ավելի ու ավելի խորն էր սուզվում ջրային կենսաբանության ջրային պաշարների հետաքրքրաշարժ աշխարհի մեջ։ Հենց գործնական պարապմունքի ժամանակ, Դեբետ գետի ափին դաշտային աշխատանքի ընթացքում, Անահիտն առաջին անգամ զգաց, որ գտնվում է հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Բոբիկ ոտքերով կանգնած բյուրեղյա մաքուր ջրում, նմուշարման համար շիշը ձեռքին, նա հասկացավ, որ դա պարզապես մասնագիտություն չէ։ Դա առաքելություն էր։ Գետերը միայն հոսող ջուր չէին։ Դրանք կյանք էին, հիշողություն, ապագա։ Եվ նա ուզում էր պաշտպանել այդ ամենը։ Գերազանցությամբ ավարտեց, մասնագիտացավ ջրային պաշարների կառավարման ոլորտում, սկսեց ինքնակենսագրականներ ուղարկել ամենուր։ Մերժումները գալիս էին մեկը մյուսի հետից։ Փորձի պակաս ունեք, ասում էին։ Կապերի պակաս ունեք, շշնջում էին տողատակերում։ Մինչ որ հոկտեմբերի մի անձրոտ առավոտ նա մի հեռախոսազանգ ստացավ, որը պիտի փոխեր ամեն ինչ։ Զանգում էին կենաց աղբյուրներ բնապահպանական արգելոցից, տարածաշրջանի պահպանվող կարևորագույն տարածքներից մեկից, որը գտնվում էր Դիլիջանի Իջանի միջ։ Նրանք փնտրում էին մասնագիտացված կենսաբանի, տեխնիկական թիմին միանալու ամբողջ տարածաշրջանը սնուցող աղբյուրների ուսումնասիրությունները համակարգելու համար։ Հաստիքը մրցակցային էր, աշխատավարձը համեստ, բայց հնարավորությունը բացառիկ։ Անահիտը հարցազրույցից առաջ գիշերները հազիվ էր քնում։ Վերանայեց իր կարդացած յուրաքանչյուր գիտական հոդված, յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրություն, յուրաքանչյուր սովորած հասկացություն։ Նշանակված օրը հագավ իր միակ պաշտոնական հագուստը, երկար մուգ մազերը հավաքեց պարզ հանգույցով երթուղայինով գնաց արգելոցի գլխամասային գրասենյակ։ Վայրն ավելի տպավորիչ էր, քան նա պատկերացնում էր։ Կայուն փայտից կառույց, ինտեգրված անտառին, մեծ պատուհաններով, որոնք թույլ էին տալիս տեսնել շրջապատող խիտ անտառը։
Ներսում մթնոլորտը լուրջ էր, պրոֆեսիոնալ, բայց նա հյուրընկալ։ Պատերին քարտեզներ կային, հազվագյուտ տեսակների լուսանկարներ, ջրի որակի գրաֆիկներ։ Նրան դիմավորեց Սոնա անունով միջին տարիքի մի կին, վարչական համակարգողը։ Նա բարի ժպիտ վճռական ձայն ուներ։ Բացատրեց, որ արգելոցը նուրբ շրջան է ապրում։ Կային արտաքին ճնշումներ, տնտեսական շահեր, որոնք ցանկանում էին շահագործել պահպանվող տարածքները, քաղաքական գործիչներ, որոնք առաջընթացի դատարկ խոստումներ էին տալիս։ Թիմին պետք էին ոչ միայն գրագետ, այլ նվիրված մարդիկ։ Մարդիկ, ովքեր հավատում էին, որ բնությունը փողից ավելին արժե։ Անահիտը պատասխանեց համոզվածությամբ։ Խոսեց գետի ափին անցկացրած մանկությունից, երազանքներին չհավատացող հորից, իր գրքերի համար գաթա վաճառող մորից։ Խոսեց այն մասին, որ հասկանում է ջրի արժեքը, որովհետև մեծացել է, խմելով այն, լողալով դրանում, հարգելով այն։ Որ այստեղ չի եկել հերթական աշխատանքի համար, այլ որովհետև ուզում է փոփոխություն բերել։ Սոնան ժպտաց ասաց, որ իրեն դուր եկավ անկեղծությունը։ Բայց վերջնական որոշումը իրենը չէր։ Անահիտը պետք է խոսեր արգելոցի տնօրենի հետ, այն մարդու, ով այդ ամենը ղեկավարում էր ամուր ձեռքով նվիրված սրտով։ Նրա անունը Գագիկ Սարգսյան էր։ Երբ նա սենյակ մտավ, Անահիտը զգաց, թե ինչպես փոխվեց օդը։ Դա միայն ֆիզիկական ներկայության պատճառով չէր, թե Գագիկը բարձրահասակ էր, լայնաթիկունք, քունքերում թեթակի ճերմակած մուգ մազերով, այնպիսի խորը կանաչ աչքերով, որոնք կարծես տեսնում էին արտաքինից այն կողմ։ Դա ավելի խորն ինչ-որ բան էր։ Լուր հեղինակություն, մի լրջություն, որը հարգանք էր ներշնչում, առանց կոշտ խոսքերի կարիքի։ Գագիկը ողջունեց Անահիտին ամուր ձեռքսեղմումով, նստեց նրա դիմաց, սկսեց հարցեր տալ։ Դրանք հեշտ հարցեր չէին։ Նա ուզում էր իմանալ ջրի որակի վերլուծության տեխնիկաների, տեղական համայնքների հետ կոնֆլիկտների կառավարման, քաղաքական ճնշումների քողարկված սպառնալիքների հետ վարվելու մասին։ Անահիտը պատասխանեց ամեն ինչին վստահորեն, բայց զգում էր իր վրա այդ գնահատող հայացքի ծանրությունը։ Զրույցի վերջում Գագիկը ոտքի կանգնեց, պարզապես ասաց. Երկուշաբթի օրվանից սկսում ես։ Քեզ հետ բեր տրամադրություն, խիզախություն, որովհետև այստեղ ոչինչ հեշտ չէ։ Անահիտը շնորհակալություն հայտնեց, նորից սեղմեց նրա ձեռքը, դուրս եկավ այնտեղից, սիրտը թրթռալով։ Այդ գիշեր զանգեց մորը, պատմեց ամեն ինչ։ Տիկին տատիկը լաց եղավ ուրախությունից։ Պարոն Ռուբենը, որ հեռվից լսում էր, պարզապես մրմնջաց, որ հույս ունի, աղջիկը գիտի, թե ինչի մեջ է ընկնում։ Արգելոցում առաջին օրերը լարված էին։ Անահիտը գլխովին սուզվեց աշխատանքի մեջ, ծանոթանալով յուրաքանչյուր արահետի, յուրաքանչյուր աղբյուրի, յուրաքանչյուր նմուշարման կետի հետ։ Թիմը փոքր էր, նվիրված ընկերասեր։ Այնտեղ էր Պետրոսը, ավելի տարիքով կենսաբան, որը տարածաշրջանը գիտեր իր 5 մատի պես։ Անին, աշխույժ պրակտիկանտ, որը սիրում էր թռչունների տեսակներ որոշել։ Եվ Մկրտիչը, շրջակա միջավայրի տեխնիկ, որը պատասխանատու էր արշավների լոգիստիկայի համար։ Գագիկը ներկա, բայց հեռավոր կերպար էր։ Ժամանակի մեծ մասն անցկացնում էր գրասենյակում, վերլուծելով զեկույցներ, մասնակցելով պաշտոնյաների հետ հանդիպումների, պաշտպանելով արգելոցը, գնալով ավելի ագրեսիվ դարձող հարձակումներից։ Անահիտը երբեմն տեսնում էր նրան միայնակ քայլելիս արահետներով, ձեռքին նոթատետր, դեմքին փակ արտահայտություն։ Սոնան Անահիտին մի փոքր պատմեց Գագիկի պատմությունը։ Նա եղել էր ինժեներ-շինարար, աշխատում էր խոշոր շինարարական ընկերությունում, շատ լավ էր վաստակում։ Բայց հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի ժամանակ բացահայտել էր, որ ընկերությունը կեղծում է բնապահպանական եզրակացությունները, լիցենզիաներ ստանալու համար։ Գագիկը հրաժարվել էր ստորագրել կեղծ փաստաթղթերը, սխեման բացահայտել էր իշխանություններին։ Ընկերությունը նրան աշխատանքից հեռացրել էր, վարկաբեկել նրա հեղինակությունը, նա կորցրել էր ամեն ինչ։ Նույնիսկ հարսնացուին, մի փառասեր կնոջ, որը չէր համակերպվել հարմարավետ ապագայի փլուզման հետ, սկզբունքների պատճառով։ Այդ ժամանակվանից Գագիկն ամբողջությամբ նվիրվել էր բնապահպանությանը։ Մագիստրատուրա էր ավարտել, մասնագիտացել պահպանվող տարածքների կառավարման ոլորտում, ստանձնել կենաց աղբյուրներ արգելոցի տնօրենի պաշտոնը։ Բայց փորձառությունը խորը հետքեր էր թողել։ Նրան հարգում էին, հիանում էին նրանով, բայց նա միայնակ էր։ Հեռավորություն էր պահում բոլորից, խուսափում էր կապվածություններից, պաշտպանվում էր պրոֆեսիոնալիզմից, սառնությունից կազմված անտեսանելի զրահի հետում։ Անահիտը լսում էր այդ ամենը հիացմունքի, հետաքրքրասիրության խառնուրդով։
Գագիկը կարծես հենց այն տեսակի մարդն էր, որին նա ամենաշատն էր հարգում, մեկը, ով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերել հանուն իր հավատացածի։ Բայց նա նկատում էր այդ կանաչ աչքերում պահված տխրությունը, ուսերին կրած լարվածությունը, նրան շրջապատող ծանր լռությունը։ Շաբաթներն անցան, Անահիտն ապացուցեց, որ նույնքան գրագետ է, որքան խոստացել էր։ Նրա զեկույցներն անթերի էին, վերլուծությունները՝ ճշգրիտ։ Նա երկար ժամեր էր աշխատում, հաճախ մինչ ուշ գիշեր մնում, ստուգելով տվյալները, վերանայելով գրաֆիկները։ Գագիկը նկատեց։ Սկսեց զուսպ գովել նրան, ավելի բարդ առաջադրանքներ վստահել, ընդգրկել կարևոր հանդիպումներում։ Մի օր, քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Անահիտը տեսավ, թե ինչպես է Գագիկը պաշտպանում արգելոցը զուսպ, բայց կատաղի կրքով։ Նա ներկայացրեց անհերքելի տվյալներ, ցույց տվեց վտանգված աղբյուրների լուսանկարներ, համբերատար վճռական բացատրեց, թե ինչու է այդ տարածքի պահպանումը կենսականորեն կարևոր ամբողջ տարածաշրջանի ջրամատակարարման համար։ Քաղաքական գործիչները փորձեցին վիճել, խոսել զարգացման, աշխատատեղերի, առաջընթացի մասին։ Գագիկը հերքեց յուրաքանչյուր փաստարկ, փաստերով, գիտությամբ, էթիկայով։ Անահիտը դուրս եկավ այդ հանդիպումից տպավորված։ Նրան հուզում էր ոչ միայն Գագիկի խելքը։ Դա նրա ազնվությունն էր։ Հզորներին դիմակայելու խիզախությունը, առանց հետանքներից վախենալու։ Նրա մեջ ինչ-որ բան շարժվեց։ Մի հիացմունք, որը սկսում էր վերածվել մեկ այլ բանի։ Մի բան, որը նա չէր ուզում անվանել։ Գագիկը նույնպես սկսեց Անահիտին այլ կերպ նկատել։ Նրա նվիրվածությունը, աշխատանքի հանդեպ անկեղծ կիրքը, այն, թե ինչպես էին փայլում նրա աչքերը, երբ խոսում էր գետերի ու աղբյուրների մասին։ Նրա մեջ կար նպատակի մի մաքրություն, որը նա վաղուց չէր տեսել։ Իր արածի հանդեպ մի հավատ, որը հիշեցնում էր այն մարդուն, որն ինքն էր եղել մինչ բոլոր հիասթափությունները։ Բայց Գագիկն իրեն ստիպում էր հեռավորություն պահել։ Նա երիտասարդ էր, տաղանդավոր, երազանքներով լի։ Իսկ ինքը պարզապես հոգնած մարդ էր, նշանավորված բարդ ընտրություններով, հետապնդվող անցյալի ուրվականներով։ Բացի այդ, ինքը ղեկավարն էր։ Նա, աշխատակիցը։ Կար մի գիծ, որը չէր կարելի հատել։ Անահիտը նկատում էր այդ հեռավորությունը, շփոթված էր զգում։ Երբեմն, երբ միասին աշխատում էին զեկույցների վրա, նա բռնացնում էր Գագիկի հայացքն իր վրա։ Մի հայացք, որը տում էր մեկ վայրկյան ավելի, քան պետք էր։ Բայց նա անմիջապես շեղում էր հայացքը, վերադառնում պրոֆեսիոնալիզմին, նորից բարձրացնում այն անտեսանելի պատը։ Ամիսներն անցան։ Արգելոցն ավելի ու ավելի մեծ ճնշումների էր բախվում։ Քաղաքում լուրեր էին պտտվում, որ ներդրողների մի մեծ խումբ նախատեսում է հսկայական զբոսաշրջային նախագիծ, որը կպահանջի պահպանվող տարածքի կրճատում։ Ազդեցիկ ավագանու անդամները սկսեցին ելույթներ ունենալ պահպանությունը զարգացման հետ հավասարակշռելու անհրաժեշտության մասին։ Տեղական մամուլը կողմնակալ հոդվածներ էր հրապարակում, բնապահպաններին ներկայացնելով որպես ծայրահեղականներ, որոնք խոչընդոտում են առաջընթացին։ Գագիկն ու Անահիտն անխոնջ աշխատում էին, գիտական ուսումնասիրություններ պատրաստելու համար, որոնք կապացուցեին նախագծի կործանարար ազդեցությունը։ Մինչ ուշ գիշեր մնում էին գրասենյակում, համադրում էին տվյալները, վերանայում քարտեզները, պատրաստում շնորհանդեսներ։ Այդ պահերին զրույցը երբեմն դուրս էր գալիս խիստ պրոֆեսիոնալ շրջանակներից։ Գագիկը պատմում էր այն ժամանակների մասին, երբ աշխատում էր շինարարական ընկերությունում, իր ունեցած պատրանքների, հետո եկած հիասթափության մասին։ Անահիտը խոսում էր իրեն չհավատացող հոր, սովորելու համար մղած պայքարի, ճիշտ ընտրություն կատարելու համոզմունքի մասին։ Մի գիշեր, արդեն կեսգիշերն անց էր, նրանք դեռ հանդիպումների սենյակում էին, շրջապատված թղթերով։ Անահիտը հոգնած էր, բայց վճռական։ Գագիկը նայեց նրան, ասաց մի բան, որը նրան անակնկալի բերեց։ Դու ինձ հիշեցնում ես, թե ինչու եմ ընտրել այս ճանապարհը։ Անահիտը բարձրացրեց աչքերը, զգաց, թե ինչպես արագացավ սրտի զարկերը։ Նա շարունակեց, ձայնն ավելի ցածր։ Կան մարդիկ, որոնք ինչ-որ բան անում են պարտականությունից ելնելով։ Դու անում ես, որովհետև հավատում ես։ Դա հազվադեպ է։ Անահիտը չիմացավ ինչ պատասխանել։ Պարզապես ժպտաց, դողացող ձայնով շնորհակալություն հայտնեց։ Գագիկն արագ շեղեց հայացքը, վերադարձավ թղթերին, փոխեց թեման։ Բայց այդ սենյակում ինչ-որ բան փոխվել էր։ Չասված մի խոսք կախված մնաց օդում նրանց միջ։ Հաջորդ օրերին լարվածությունն աճեց։
Ոչ միայն արտաքին ճնշումների պատճառով, այլ այն լուռ էլեկտրականության, որը կարծես թե պարուրում էր Անահիտին ու Գագիկին, երբ նրանք մոտ էին։ Նրանք խուսափում էին երկարատ տեսողական շփումից, խիստ պրոֆեսիոնալ զրույցներ էին վարում, բայց այնտեղ ինչ-որ բան կար։ Մի բան, որը վախեցնում էր երկուսին էլ։ Հենց այդ ժամանակ Սոնան առաջարկեց դաշտային արշավ կազմակերպել։ Պետք էր նոր նմուշներ հավաքել ավելի հեռավոր աղբյուրներից, փաստագրել տեսակները, թարմացնել քարտեզագրումը։ Ուղղորությունը պետք է տեր 3 օր, պահանջում էր ճամբարում գիշերել։ Գագիկը սկզբում մտածում էր ուղարկել միայն Անահիտին ու Պետրոսին։ Բայց վերջում որոշեց ինքն էլ գնալ։ Ասաց, որ պետք է ավելի լավ ճանաչի տարածքը, ապագա հանդիպումների համար։ Բայց խորքում մեկ այլ պատճառ կար։ Մի պատճառ, որը նա չէր ուզում խոստովանել նույնիսկ ինքն իրեն։ Արշավը սկսվեց դեկտեմբերի մի պարզ առավոտ։ Անահիտը, Գագիկը, Պետրոսն ու Անին երկու ամենագնացներով շարժվեցին դեպի արգելոցի սիրտը տանող հողոտ ճանապարհով։ Ճանապարհը երկար էր, շրջապատված շունչ կտրող բնապատկերներով։ Խիտ անտառ, թռչունների ձայներ, անտառի խոնավ բույրը։ Անահիտը մաքուր ուրախություն էր զգում, պատկանելության զգացում։ Գագիկը, արջի ամենագնացի ղեկին, երբեմն նայում էր հետի հայելուց տեսնում նրա ժպիտը։ Նրա ներսում ինչ-որ բան սեղմվում էր։ Ճամբարեցին մի թաքնված ջրվեժի մոտ։ Դա կախարդական, գրեթե անձեռնմխելի վայր էր։ Ջուրը բյուրեղյա մաքրությամբ թափվում էր մանրապատ քարերի միջով, ձավորելով բնական լողավազան, շրջապատված դարավոր ծառերով։ Տեղադրեցին վրանները, խարույկ վառեցին, ընթրիք պատրաստեցին։ Գիշերն անցավ հանգիստ, լցված տեսակների, արգելոցի մարտահրավերների, երազանքների ու վախերի մասին զրույցներով։ Հաջորդ օրը քրտնաջան աշխատեցին, հավաքելով նմուշներ, չափելով հոսքը, մանրամասն փաստագրելով ամեն ինչ։ Անահիտն իր տարերքի մեջ էր, լիովին կենտրոնացած, սիրահարված իր գործին։ Գագիկը հեռվից հետում էր, հիացած։ Երեկոյան Պետրոսն ու Անին գնացին ստուգելու հեռավոր արահետում տեղադրված ֆոտոթակարդները։ Մի քանի ժամով բացակայելու էին։ Անահիտն ու Գագիկը մնացին ճամբարում։ Նա օգտվեց առիթից, վերանայելու օրվա գրառումները։ Նա գնաց փայտ բերելու խարույկի համար։ Արը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն։ Ջրվեժի ձայնը հիպնոսացնող էր։ Անահիտը ոտքի կանգնեց, ձգեց հոգնած մարմինը, նայեց ջրին։ Տոթ էր, քրտնած էր, փոշոտ։ Շուրջը նայեց։ Ոչ ոք չկար։ Գագիկը դեռ անտառում էր, փայտ հավաքելիս։ Պետրոսն ու Անին հեռու էին։ Նա իմպուլսիվ որոշում կայացրեց։ Հանեց կոշիկները, արշավային տաբատը, երկարատ վերնաշապիկը։ Մնաց ներքնազգեստով մտավ ջրվեժի ջուրը։ Զգացողությունը հիասքանչ էր։ Սառը ջուրը թեթացնում էր ամբողջ օրվա հոգնածությունը։ Նա փակեց աչքերը, թույլ տվեց, որ հոսանքը լվանա քրտինքը, լարվածությունը, այն ամենի ծանրությունը, ինչ կրում էր։ Գագիկը վերադարձավ սպասվածից շուտ։ Գալիս էր, ձեռքերը լի ջուղերով, երբ լսեց ջրի շարժման ձայնը։ Ինստինկտիվ շրջվեց դեպի ջրվեժը, տեսավ նրան։ Անահիտը մեջքով էր կանգնած, թաց, արձակված մազերը թափվում էին մեջքին, ձեռքերը բարձրացրած անցկացնում էր դեմքի վրայով, լիովին ընկղմված ազատության այդ պահի մեջ։ Մայրամուտի ոսկեգույն լույսը գրեթե անիրական փայլ էր ստեղծում նրա շուրջ։ Գագիկը քարացավ։ Պետք է անմիջապես շրջվեր ու գնար։ Բայց չկարողացավ։ Մի անվերջ ակնթարթ նա մնաց այնտեղ, տեսնելով այդ տեսարանը, որը կարծես կախված էր ժամանակի մեջ։ Դա միայն Անահիտի ֆիզիկական գեղեցկությունը չէր։ Դա այն ամենն էր, ինչ նա խորհրդանշում էր։ Կյանք, գիրք, մաքրություն։ Այն ամենը, ինչ նա վաղուց թաղել էր իր մեջ։ Անահիտը շարժում զգաց հանկարծ շրջվեց։ Նրա աչքերը հանդիպեցին Գագիկի աչքերին։ Ամոթը ակնթարթային էր, կործանարար։ Նա կրացավ ջրի մեջ, ծածկվելու համար, դեմքը վառվում էր ամոթից։ Գագիկը փայտը գցեց գետնին, գլուխը թափ տվեց, կարծես ուզում էր ջնջել այդ պատկերը, խուլ ներողություն մրմնջաց արագ հեռացավ։ Անահիտը դողալով դուրս եկավ ջրից։ Ոչ ցրտից, այլ բանից։ Արագ հագնվեց, փորձելով հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ Դա իրավիճակն ինքնին չէր։ Դա այն էր, թե ինչպես Գագիկը նայեց իրեն։
Այդ հայացքի լարվածությունն էր։ Լռությունն էր, լցված մի բանով, որը ոչ ոք չէր կարող անվանել։ Այդ գիշերը լարված էր։ Գագիկը ընթրիքի ժամանակ հազիվ խոսեց։ Անահիտը նույնպես լուռ մնաց, ամաչկոտ, շփոթված։ Պետրոսն ու Անին նկատեցին տարօրինակ մթնոլորտը, բայց ոչինչ չհարցրին։ Երբ բոլորը քաշվեցին իրենց վրանները, Անահիտը ժամերով արթուն մնաց, վերապրելով ջրվեժի այդ պահի յուրաքանչյուր վայրկյանը։ Կողքի վրանում Գագիկը նույնպես չէր կարողանում քնել։ Իրեն մեղավոր էր զգում, անհանգիստ, բայց ամենից շատ վախեցած։ Վախեցած, որովհետև իր մեջ ինչ-որ բան էր արթնացել։ Մի բան, որը նա երդվել էր, թե վաղուց սպանել է։ Վտանգավոր զգացմունք։ Մի ցանկություն, որը չէր կարող գոյություն ունենալ։ Հաջորդ օրերին, վերադառնալով արգելոցի գլխամասային գրասենյակ, Գագիկը սկսեց Անահիտի հետ վարվել պրոֆեսիոնալ սառնությամբ, որը ցավեցնում էր։ Խուսափում էր նրա հետ մենակ մնալուց, առաջադրանքները հանձնարարում էր թիմի այլ անդամներին, կարճ ու պաշտոնական զրույցներ էր վարում։ Անահիտն իրեն մերժված, շփոթված, վիրավորված էր զգում։ Չգիտեր, արդյոք ինչ-որ սխալ բան էր արել։ Չէր հասկանում, թե ինչու այն մարդը, որին այդքան հիանում էր, հիմա իր հետ վարվում է այնպես, կարծես օտար լինի։ Նա մտածեց մոտենալ նրան, խոսել, պարզաբանել ամեն ինչ։ Բայց ամեն անգամ, երբ մոտենում էր, Գագիկը պատրվակ էր գտնում հեռանալու, այլ բանով զբաղվելու համար։ Նրանց միջ հեռավորությունն օրեցօր մեծանում էր։ Աշխատանքային մթնոլորտը ծանրացավ։ Թիմը նկատում էր։ Սոնան, միշտ ուշադիր, փորձեց խոսել Անահիտի հետ, հարցնել, արդյոք ամեն ինչ կարգին է։ Անահիտը պարզապես ժպտաց ասաց, որ այո, պարզապես հոգնած է։ Բայց ներսում մասնատված էր։ Հիանում էր Գագիկով ավելի քան երբևէ։ Եվ հիմա ավելին էր զգում։ Մի բան, որը նրան վախեցնում էր։ Մի բան, որն աճում էր, չնայած ողջ մերժմանը։ Մինույն ժամանակ, արգելոցի համար պայքարը սրվում էր։ Զբոսաշրջային նախագիծը ուժ էր հավաքում։ Ավագանու անդամները հանրային լսումներ նշանակեցին պահպանվող տարածքի կրճատումը քննարկելու համար։ Մամուլը հրապարակում էր հազարավոր աշխատատեղերի, առաջընթացի, տարածաշրջանի համար հարստության խոստումներ։ Ճնշումը Գագիկի վրա մեծանում էր։ Եվ Անահիտը հասկանում էր, որ անկախ նրանից, թե ինչ էր կատարվում իրենց միջ, պետք է լիներ նրա կողքին այս պայքարում։ Որովհետև, ի վերջո, դա ավելի մեծ էր, քան ցանկացած անձնական զգացմունք։ Դա թանկարժեք մի բան պաշտպանելու մասին էր։ Թույլ չտալու, որ ժլատությունը ոչնչացնի այն, ինչ բնությունը հազարավոր տարիներ է ստեղծել։ Բայց նա գիտեր, որ իր մեջ ինչ-որ բան փոխվել է։ Որ այլևս չի կարողանա նույն կերպ նայել Գագիկին։ Եվ ամեն գիշեր քնելուց առաջ ինքն իրեն հարցնում էր. Իսկ դուք ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Հաջորդ շաբաթներն ամենադժվարն էին, որ Անահիտը երբևէ ապրել էր արգելոցում աշխատանքի անցնելուց ի վեր։ Գագիկի սառնությունը յուրաքանչյուր օրը դարձնում էր հուզական մարտահրավեր։ Նա առավոտյան գալիս էր, Գագիկը հազիվ էր բարում։ Երբ պետք էր քննարկել որևէ զեկույց, նա հայացքը գամում էր թղթերին, երբեք նրան։ Թիմի սակավաթիվ հանդիպումներին դիմում էր բոլորին, բացի Անահիտից։ Կարծես նա անտեսանելի լիներ։ Տիկին Տաթիկը նկատեց դստեր ձայնի փոփոխությունը շաբաթական զանգերի ժամանակ։ Անահիտը փորձում էր թաքցնել, աշխատանքի մասին խոսել խանդավառությամբ, բայց մայրը գիտեր այդ ձայնի յուրաքանչյուր երանգը։ Գիտեր, երբ դուստրը ձացնում էր, թե լավ է։ Այդ զրույցներից մեկի ժամանակ ուղիղ հարցրեց, թե ինչ է կատարվում։ Անահիտը քիչ մնաց պատմեր։ Քիչ մնաց թափեր սիրտը այն մարդու մասին, որին այդքան հիանում էր, ջրվեժի դրվագի, իրեն տանջող զգացմունքների խառնաշփոթի մասին։ Բայց զսպեց իրեն։ Պարզապես ասաց, որ աշխատանքում ճնշման տակ է, որ առջում շատ մարտահրավերներ կան։ Գագիկը նույնպես լուր տառապում էր։ Բայց նրա տառապանքը այլ տեղից էր գալիս։ Նա հստակ գիտեր, թե ինչու է հեռանում Անահիտից։ Շատ լավ գիտեր այն վտանգը, որը նա ներկայացնում էր։ Վերջին տարիներին նա կառուցել էր անվտանգ, կանխատեսելի, պաշտպանված կյանք։ Իրեն թույլ չէր տալիս զգալ ոչինչ, բացի աշխատանքին նվիրվածությունից։ Իրեն թույլ չէր տալիս խոցելի լինել։
Եվ հետո հայտնվեց Անահիտը այդ գրքով լի մուգ աչքերով, այն վճռականությամբ, որը հիշեցնում էր այն մարդուն, որն ինքը մի ժամանակ եղել է, այն ներկայությամբ, որն իր մեջ արթնացնում էր բաներ, որոնք նա երդվել էր, թե մահացել են։ Անահիտի պատկերը ջրվեժում հետապնդում էր նրան։ Դա մերկությունը չէր, ֆիզիկական ցանկությունը չէր։ Դա այն էր, ինչ խորհրդանշում էր այդ տեսարանը։ Ազատություն, նվիրում, լիարժեք ապրվող կյանք։ Այն ամենը, ինչ նա ժխտում էր ինքն իրեն։ Նա վախենում էր։ Վախենում էր նորից զգալուց։ Վախենում էր նվիրվելուց, նորից կործանվելուց։ Վախենում էր Անահիտին իր ստվերների մեջ քաշելուց։ Ուստի ընտրեց վախկոտությունը։ Քողարկված պաշտպանությամբ, պրոֆեսիոնալիզմով, բայց մինույն է, վախկոտություն։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում էր վիրավորանքը նրա աչքերում, ամեն անգամ, երբ նկատում էր, թե ինչպես է Անահիտը կծկվում իր ներկայությունից, զգում էր մեղքի մի խայթոց, որը ներսից ուտում էր իրեն։ Բայց անձնական հարցեր լուծելու ժամանակ չկար։ Արգելոցի համար պայքարը պահանջում էր ողջ ուշադրությունը։ Ներդրողների խումբը վերջապես հրապարակավ հայտարարեց իր մասին։ Նրանք Երանից, Գյումրիից գործարարներ էին, ուժեղ քաղաքական կապերով։ Ներկայացրին դրախտային աղբյուրներ նախագիծը, շքեղ զբոսաշրջային համալիր, որը կներառեր հինգաստղանի հանգստավայր, համաժողովների կենտրոն, մասնավոր նավամատույց, գոլֆի դաշտ, առտրային տարածք։ Խոստումները գայթակղիչ էին՝ 3000 ուղղակի աշխատատեղ, միլիոնավոր դրամների եկամուտ համայնքի համար, տարածաշրջանի վերածում միջազգային զբոսաշրջային կենտրոնի։ Նախագիծն իրագործելու համար անհրաժեշտ կլիներ կենաց աղբյուրներ բնապահպանական արգելոցը կրճատել 40%-ով։ Հենց այն տարածքը, որտեղ գտնվում էին ամենակարևոր աղբյուրները, որոնք սնուցում էին հազարավոր ընտանիքների։ Ներդրողները ներկայացրին սեփական բնապահպանական ուսումնասիրությունը, պնդելով, որ ազդեցությունը նվազագույն կլինի, որ կլինեն բնապահպանական փոխհատուցումներ, որ ամեն ինչ կարվի նորմերի սահմաններում։ Գագիկը կարդաց այդ ուսումնասիրությունը, զգաց նույն զայրույթը, որը զգացել էր տարիներ առաջ, երբ բացահայտել էր կեղծ եզրակացությունները շինարարական ընկերությունում։ Փաստաթուղթը լի էր հարմար բացթողումներով, շահարկված տվյալներով, եզրակացություններով, որոնք անտեսում էին տարրական գիտությունը։ Դա մշակված կեղծիք էր, ստորագրված բնապահպանական խորհրդատուների կողմից, որոնք վաճառել էին իրենց էթիկան ճիշտ գնով։ Արտակարգ ժողով հրավիրեց ամբողջ թիմի հետ։ Անահիտ, Պետրոս, Անի, Մկրտիչ, Սոնա։ Բոլորը հավաքվեցին գլխավոր սրահում, մինչ Գագիկը ներկայացնում էր իրավիճակը։ Նրա ձայնը զուսպ էր, բայց յուրաքանչյուր բառում զսպված կատաղություն կար։ Նա կետ առ կետ բացատրեց ներդրողների ուսումնասիրության թերությունները, տեխնիկայի տակ քողարկված ստերը, բնապահպանական աղետը, որը կառաջացներ նախագիծը։ Անահիտը լսում էր ամեն ինչ սեղմված սրտով։ Ոչ միայն արգելոցի համար, այլ որովհետև Գագիկի մեջ տեսնում էր այն մարդուն, որին նա փորձում էր թաքցնել։ Կրքոտ, ազնիվ, պայքարելու պատրաստ մարդուն, նույնիսկ երբ ամեն ինչ կորած էր թվում։ Եվ դա նրան ստիպում էր էլ ավելի հիանալ նրանով։ Եվ էլ ավելի տառապել նրանց միջ եղած հեռավորությունից։ Հանդիպման վերջում Գագիկն ասաց մի բան, որը պիտի տպավորվեր բոլորի մոտ։ Նրանք կփորձեն մեզ գնել, սպառնալ, վարկաբեկել։ Կօգտագործեն այն ամենը, ինչ կարող են, մեր դեմ։ Մենք պետք է պատրաստ լինենք։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է որոշի, արդյոք պատրաստ է վճարել այս պայքարի գինը։ Ես կհասկանամ, եթե որևէ մեկը ցանկանա հեռանալ։ Չեմ դատապարտի։ Բայց ով մնում է մինչ վերջ։ Ոչ ոք ոտքի չկանգնեց։ Ոչ ոք չխոսեց հանձնվելու մասին։ Այնտեղ, այդ սենյակում, այդ պահին, ձավորվեց լուր դաշինք։ Միասին դիմադրելու չասված խոստում։ Անահիտը մնաց, երբ մյուսները գնացին։ Սիրտը ուժգին բաբախում էր, երբ մոտենում էր սեղանին, որտեղ Գագիկը մեխանիկական շարժումներով դասավորում էր թղթերը, փորձելով խուսափել նրան նայելուց։ Նա խորը շունչ քաշեց, ասաց. Ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Գագիկը աչքերը չբարձրացրեց։ Շարունակեց դասավորել փաստաթղթերը, կարծես չէր լսել։ Անահիտը պնդեց, ձայնն ավելի վճռական. Գագիկ, խնդրում եմ։ Նա վերջապես կանգ առավ, բայց դեռ չնայեց նրան։ Պարզապես ասաց. Խոսելու ոչինչ չկա, Անահիտ։ Վերադարձիր աշխատանքիդ։ Խոսքերը ապտակի պես էին։
Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը, բայց թույլ չտվեց, որ թափվեն։ Ոչ այնտեղ։ Ոչ նրա առաջ։ Պարզապես շրջվեց դուրս եկավ սենյակից, Գագիկին թողնելով մենակ իր մեղքի վախի հետ։ Այդ գիշեր Անահիտը ամիսների մեջ առաջին անգամ լաց եղավ։ Լաց եղավ վիրավորված հպարտության, այնպիսի ուժեղ բան զգալու շփոթության համար մեկի հանդեպ, ով իրեն մերժում էր, այն հիասթափության համար, որ չէր հասկանում, թե ինչ սխալ էր արել։ Մտածեց աշխատանքից դուրս գալու, տուն վերադառնալու, ամեն ինչից հրաժարվելու մասին։ Բայց հետո հիշեց, թե ինչու էր այնտեղ։ Հիշեց բյուրեղյա աղբյուրները, այն անտառում բաբախող կյանքը, այն համայնքները, որոնք կախված էին այդ ջրից։ Հիշեց, որ դա ավելի մեծ էր, քան ինքը։ Ավելի մեծ, քան Գագիկը։ Ավելի մեծ, քան ցանկացած անձնական ցավ, որ զգում էր։ Սրբեց արցունքները, լվաց դեմքը սառը ջրով որոշում կայացրեց։ Պիտի մնար։ Պիտի պայքարեր։ Ոչ Գագիկի համար։ Այն ամենի համար, ինչ խորհրդանշում էր այդ արգելոցը։ Եվ եթե այդ ընթացքում պետք է աշխատեր մի մարդու կողքին, որն իրեն ստիպում էր անհնարին բաներ զգալ, թող այդպես լիներ։ Նա ուժեղ էր։ Կդիմանար։ Հաջորդ օրերը լարված աշխատանքի օրեր էին։ Գագիկն ու Անահիտը համակարգում էին տեխնիկական հակաեզրակացության պատրաստումը։ Մինչ ուշ գիշեր վերանայում էին յուրաքանչյուր տվյալ, յուրաքանչյուր հաշվարկ, յուրաքանչյուր փաստարկ։ Նրանց միջ լարվածությունը մնում էր, բայց երկուսն էլ կենտրոնացած էին պրոֆեսիոնալի վրա։ Պետրոսը նպաստեց տարածաշրջանի պատմական տվյալներով։ Անին վտանգված տեսակների ցուցակ կազմեց։ Մկրտիչը կազմակերպեց նոր նմուշառումների լոգիստիկան։ 2 շաբաթվա ընթացքում նրանք ունեին 120 էջանոց փաստաթուղթ, որն ամբողջությամբ հերքում էր ներդրողների ուսումնասիրությունը։ Ապացուցում էին, որ արգելոցի կրճատումը կվտանգեր տարածաշրջանի ջրամատակարարման 80%-ը։ Ցույց էին տալիս, որ կային 18 տեսակի կենդանիներ, որոնք ոչնչացման եզրին էին կախված էին այդ տարածքից։ Ապացուցում էին, որ բնապահպանական ազդեցությունն անդառնալի կլիներ, ազդելով ոչ միայն անտառի, այլ ամբողջ ջրային ավազանի վրա։ Գագիկը փաստաթուղթը ներկայացրեց մամուլի ասուլիսում։ Անահիտը նրա կողքին էր, ամբողջ թիմի հետ միասին։ Նա խոսեց կրքով, հեղինակությամբ։ Ճշգրտությամբ պատասխանեց տեխնիկական հարցերին։ Համբերությամբ, վճռականությամբ դիմակայեց կողմնակալ լրագրողներին։ Անահիտը հետում էր նրան հպարտություն էր զգում։ Պրոֆեսիոնալ հպարտություն։ Բայց նա ինչ-որ ավելի խորը, ավելի վտանգավոր բան։ Արձագանքը հսկայական էր։ Մարզային հանրապետական թերթերը լուսաբանեցին դեպքը։ Բնապահպանական խմբերը մոբիլիզացվեցին։ Կարոր համալսարանների գիտնականները հայտարարեցին իրենց աջակցությունը արգելոցի դիրքորոշմանը։ Բայց ներդրողները չնահանջեցին։ Ընդհակառակը, ուժեղացրին հարձակումը։ Դաշնակից ավագանու անդամները արշավ սկսեցին տեղական ռադիոկայաններում։ Ասում էին, որ բնապահպանները ծայրահեղականներ են, որ խոչընդոտում են առաջընթացին, որ նախընտրում են կենդանիներին մարդկանցից։ Տարածում էին, որ Գագիկը անհաջողակ է, որը կյանքում ամեն ինչ կորցրել է, հիմա փորձում է սաբոտաժի ենթարկել նրանց, ովքեր հաջողության են հասնում։ Ակնարկում էին, որ արգելոցի թիմը միջազգային ՀԿ-ներից գումար է ստանում, տարածաշրջանի զարգացումը կասեցնելու համար։ Սպառնալիքները սկսվեցին նրբորեն։ Անանուն հեռախոսազանգեր։ Առանց ուղարկողի հաղորդագրություններ։ Թիմի անդամների տների դիմաց կայանված տարօրինակ մեքենաներ։ Սոնային սուպերմարկետում մոտեցավ մի մարդ, որն ասաց, որ նա պետք է ավելի լավ մտածի, թե որտեղ է աշխատում։ Պետրոսը նույն շաբաթվա ընթացքում 3 անգամ գտավ իր մեքենայի անվադողը ծակված։ Գագիկը ամեն ինչի մասին հայտնեց իշխանություններին, բայց հետաքննությունները չէին առաջ գնում։ Ներգրավված քաղաքական գործիչները չափազանց մեծ ազդեցություն ունեին։ Տեղական ոստիկանությունը կարծես ավելի շատ հետաքրքրված էր փաստերը նվազեցնելով, քան հետաքննելով։ Հենց այդ ժամանակ նրանք առաջարկ ստացան։ Ներդրողներից մեկը Գագիկի հետ մասնավոր հանդիպում խնդրեց։ Առաջարկեց $500,000 կանխիկ գումար։ Ասաց, որ Գագիկն արժանի է բարգատրվել իր ողջ քրտնաջան աշխատանքի համար, որ դա պարզապես ճանաչում է, որ ոչ ոք պետք չէ իմանա։ Այն ամենը, ինչ Գագիկը պետք է աներ, ընդունելն էր հակաեզրակացության մեջ որոշ փոփոխություններ, մեղմել եզրակացությունները, ընդունել, որ գուցե ազդեցությունն այդքան էլ լուրջ չէ։
Գագիկը նայեց թանկարժեք կոստյումով այդ մարդու աչքերին ժպտաց։ Տխուր, հոգնած ժպիտ։ Եվ ասաց. «Դուք բավականաչափ գումար չունեք գնելու այն, ինչը չի վաճառվում»։ Ներդրողը փոխեց տոնը։ Սպառնալիքները բացահայտ դարձան։ Ասաց, որ Գագիկը հիմար է, որ սխալ կողմն է ընտրում, որ կզղջա։ Անահիտն ամեն ինչի մասին իմացավ, որովհետև Սոնան պատմեց։ Վախ զգաց։ Ոչ իր համար։ Գագիկի համար։ Գիտեր, որ նա չի նահանջի։ Այդ մարդուն բավականաչափ ճանաչում էր, իմանալու, որ նա կնախընտրեր նորից ամեն ինչ կորցնել, քան դավաճանել իր սկզբունքներին։ Եվ հենց դրա համար նա վտանգի մեջ էր։ Փորձեց նորից խոսել նրա հետ։ Աշխատանքային օրվա վերջում գնաց նրա գրասենյակ։ Գագիկը մենակ էր, պատուհանից նայում էր այն կողմ տարածվող անտառին։ Անահիտը թակեց բաց դուռը։ Նա շրջվեց, տեսավ, թե ով է, արտահայտությունն անմիջապես փակվեց։ Անահիտը թույլտվություն չսպասեց։ Մտավ փակեց դուռը իր հետից։ Ես պետք է իմանամ, որ դուք անվտանգ եք, ասաց նա, ձայնը վճռական, բայց անհանգիստ։ Գագիկը հոգոց հանեց։ Դա քո գործը չէ, Անահիտ։ Իհարկե իմ գործն է, հակադարձեց նա։ Ես այստեղ եմ աշխատում։ Ես այս պայքարում եմ ձեզ հետ։ Իրավունք ունեմ իմանալու։ Գագիկը գլուխը թափ տվեց։ Դու չես հասկանում։ Այս մարդիկ վտանգավոր են։ Անահիտը մի քայլ առաջ արեց։ Ապա օգնեք ինձ հասկանալ։ Դադարեք ինձ հետ վարվել այնպես, կարծես երեխա լինեմ։ Դադարեք ինձ անտեսել։ Դադարեք ինձնից փախչել։ Խոսքերը դուրս եկան ավելի հուզական, քան Անահիտը նախատեսել էր։ Նա տեսավ Գագիկի արձագանքը։ Նա փակեց աչքերը, կարծես ցավ էր զգում։ Երբ նորից բացեց դրանք, նրանցում այլ բան կար։ Խոցելի մի բան։ Ես քեզնից չեմ փախչում, ասաց նա ցածր։ Ես ինձ եմ պաշտպանում։ Ինչի՞ց, հարցրեց Անահիտը։ Այն պատասխանից, որը չեմ կարող տալ, պատասխանեց Գագիկը։ Նրանից, ինչ զգում եմ, չեմ կարող զգալ։ Նրանց միջ լռությունը խլացուցիչ էր։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը արագ բաբախում։ Այդ պահին հասկացավ, որ դա մերժում չէր։ Վախ էր։ Գագիկը նույնպես զգում էր։ Զգում էր այն, ինչ զգում էր ինքը։ Բայց պայքարում էր դրա դեմ, ժխտում, հեռանում։ Ինչու չես կարող, շշնջաց նա։ Գագիկը շեղեց հայացքը։ Որովհետև քո ղեկավարն եմ։ Որովհետև դու ավելին ես արժանի, քան կոտրված մարդը։ Որովհետև վախենում եմ քեզ ոչնչացնել այնպես, ինչպես ինձ են ոչնչացրել։ Որովհետև գիտեմ, որ եթե թույլ տամ դա տեղի ունենա, հետդարձի ճանապարհ չի լինի։ Անահիտը զգաց, թե ինչպես են տաք արցունքները հոսում դեմքով։ Ոչ տխրությունից, թեթացումից, խառնված հիասթափության հետ։ Նա մի քայլ արեց դեպի Գագիկը։ Դու մենակ չես որոշում, թե ինչին եմ ես արժանի, ասաց նա։ Եվ ես այնքան փխրուն չեմ, որքան դու ես կարծում։ Ես կյանքում դժվար բաների միջով եմ անցել։ Պայքարել եմ այն ամենի համար, ինչ ունեմ։ Պետք չէ ինձ պաշտպանել քեզնից։ Գագիկը բարձրացրեց ձեռքը, կարծես ուզում էր դիպչել նրա դեմքին, բայց կանգ առավ կես ճանապարհին։ Ձեռքը կախված մնաց օդում, թեթակի դողալով։ Սա սխալ է, Անահիտ։ Դու գիտես, որ սխալ է։ Անահիտը գլուխը թափ տվեց։ Սխալն այն է, որ ծածնում ենք, թե դա գոյություն չունի։ Սխալն ինքդ քեզ ստելն է։ Սխալն իրական մի բան վատնելն է, վախի պատճառով։ Նրանք այդպես մնացին երկար վայրկյաններ։ Այնքան մոտ, որ կարող էին զգալ միմյանց շնչառությունը։ Այնքան հեռու, իրենց միջ եղած բոլոր անտեսանելի պատնեշների պատճառով։ Առաջինը նահանջեց Գագիկը։ Մի քայլ հետ արեց, վերականգնեց պրոֆեսիոնալ դիմակը։ Խնդրում եմ դուրս արի, Անահիտ։ Խնդրում եմ։ Անահիտը դուրս եկավ այդ գրասենյակից, սիրտը կտոր-կտոր եղած։ Բայց նա նոր համոզմունքով։ Գագիկը զգում էր իր հանդեպ։ Ինչ կլիներ դրա հետ, դեռ չգիտեր։ Բայց գոնե հիմա ճշմարտությունը նրանց միջ էր։ Այլս ոչ թաքնված, ոչ ծածրած։ Հաջորդ շաբաթներն էլ ավելի լարված էին։
Նախագծի վերաբերյալ հանրային լսումները մոտենում էին։ Դա պիտի լիներ վճռորոշ պահը։ Համայնքը, ավագանու անդամները, ներդրողները, բոլորը պիտի այնտեղ լինեին։ Գագիկն ու թիմը ինտենսիվ պատրաստվում էին։ Փորձում էին շնորհանդեսները, պատրաստում տեսողական նյութեր, կանխատեսում հակափաստարկներ։ Անահիտն ու Գագիկն աշխատում էին կողք կողքի, բայց հիմա նրանց միջ օդում նոր գիտակցություն կար։ Յուրաքանչյուր պատահական հպում ձեռքերի, երբ նույն փաստաթուղթն էին վերցնում։ Յուրաքանչյուր հայացք, որը կես վայրկյան ավելի էր տում։ Յուրաքանչյուր լռություն, լցված-չասված խոսքերով։ Դա տանջանք էր։ Բայց նա մի կապ, որը ոչ ոք չէր կարող ամբողջությամբ շղթել։ Լսումներից մեկ գիշեր առաջ Անահիտը չէր կարողանում քնել։ Վեր կացավ, թեյ պատրաստեց, կանգնեց իր վարձած փոքրիկ բնակարանի պատշգամբում, նայելով աստղերին։ Մտածեց այն ամենի մասին, ինչը նրան բերել էր այստեղ։ Չհավատացող հոր մասին։ Գաթա վաճառող մոր մասին։ Ուսման տարիների մասին։ Իրեն առաջնորդող կոչման մասին։ Եվ Գագիկի մասին։ Միշտ Գագիկի մասին։ Հեռախոսը թրթռաց։ Հաղորդագրություն։ Նրանից էր։ Մի քանի բառ։ Պետք է խոսեմ քեզ հետ։ Հիմա։ Հասցեն կցված է։ Անահիտը տատանվեց ընդամենը մեկ վայրկյան։ Հետո վերցրեց բանալիներն ու դուրս եկավ։ Հասցեն քաղաքի ծայրամասում գտնվող մի փոքրիկ, պարզ տանն էր։ Անահիտը կայանեց դիմացը, տեսավ Գագիկին դռան մոտ, սպասելիս։ Նա հոգնած տեսք ուներ, մազերը խառնված, մորուքը չսափրված։ Երբ նա մոտեցավ, նա պարզապես ասաց. «Ներս արի»։ Տունը համեստ էր, մաքուր, գրեթե դատարկ կահույքից։ Գագիկը սուրճ առաջարկեց։ Անահիտն ընդունեց ավելի շատ ժեստի համար, քան խմելու ցանկության։ Նստեցին փոքրիկ հյուրասենյակում։ Նա բաժակը բռնել էր երկու ձեռքով, նայելով մուգ հեղուկին, կարծես այնտեղ պատասխաններ լինեին։ Վերջապես խոսեց. «Ես ամուսնացած եմ եղել։ Կամ գրեթե։ Նշանված էի։ Նրա անունը Ռուզաննա էր։ Ծանոթացել էի շինարարական ընկերությունում աշխատելու ժամանակ։ Նա փառասեր էր, գեղեցիկ, պլաններով լի։ Ես կարծում էի, թե սիրում եմ նրան։ Միասին մի ամբողջ կյանք էինք պլանավորել։ Մեծ տուն, թանկարժեք մեքենաներ, ճանապարհորդություններ, իշխանություն, կարգավիճակ։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշեց։ Երբ բացահայտեցի կեղծիքը եզրակացություններում, որոշեցի բացահայտել, առաջինը նրան զգուշացրի։ Կարծում էի, կաջակցի ինձ։ Կհասկանա։ Նա ինձ Խենթ անվանեց։ Ասաց, որ ես մեր ապագան դեն եմ նետում հիմար իդեալիզմի պատճառով։ Փորձեց համոզել ինձ լուռ մնալ, ընդունել խաղի կանոնները, աճել սխեմայի մեջ։ Երբ տեսավ, որ ես չեմ փոխելու իմ որոշումը, թողեց ինձ։ Գագիկը բարձրացրեց աչքերը, վերջապես նայեց Անահիտին։ Միայն նա չէր, որ թողեց ինձ։ Գործընկերներս երես թեքեցին։ Ընտանիքս ասաց, որ ես անպատասխանատու եմ։ Ես կորցրի ամեն ինչ։ Փող, կարիերա, հարաբերություններ։ Մնացի մենակ։ Եվ երդվեցի, որ այլս երբեք ինձ խոցելի դիրքում չեմ դնի։ Որ այլս երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը իշխանություն ունենա իմ վրա։ Անահիտը լուռ լսում էր ամեն ինչ։ Երբ նա ավարտեց, նա դանդաղ մոտեցավ։ Նստեց նրա կողքին բազմոցին։ Վերցրեց բաժակը նրա ձեռքից դրեց սեղանիկին։ Հետո վերցրեց նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Ես նա չեմ, Գագիկ։ Ես այստեղ չեմ նրա համար, ինչ դու ունես կամ չունես։ Ես այստեղ եմ, որովհետև հիանում եմ նրանով, ով դու ես։ Որովհետև հավատում եմ նրան, ինչի համար դու պայքարում ես։ Եվ որովհետև քո հանդեպ զգում եմ մի բան, որը չեմ կարող վերահսկել, որքան էլ փորձեմ։ Գագիկը սեղմեց նրա ձեռքերը։ Ես վախենում եմ, Անահիտ։ Վախենում եմ քեզ վիրավորելուց։ Վախենում եմ նորից վիրավորվելուց։ Վախենում եմ ամեն ինչ փչացնելուց։ Դու ոչինչ չես փչացնի, ասաց նա մեղմորեն։ Եվ եթե որևէ մեկը պիտի վիրավորվի, թող դա լինի նա իմ որոշումը։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ։ Ձեռքերը միահյուսված։
Հայացքները վերջապես անկեղծ։ Եվ հետո Գագիկը Անահիտին մոտ քաշեց համբուրեց։ Դա դանդաղ, զգույշ համբույր էր, լի վախով, հույսով միաժամանակ։ Մի համբույր, որը կնքում էր մի բան, որը երկուսն էլ գիտեին, որ վտանգավոր է, արգելված, բայց նա անխուսափելի։ Երբ բաժանվեցին, Գագիկը ճակատը հպեց նրա ճակատին։ Վաղը դժվար է լինելու, շշնջաց նա։ Գիտեմ, պատասխանեց Անահիտը։ Բայց մենք միասին կլինենք։ Միասին, կրկնեց նա, կարծես փորձարկելով բառի հնչողությունը։ Կարծես փորձելով հավատալ, որ դա հնարավոր է։ Այդ գիշեր, տարիների մեջ առաջին անգամ, Գագիկը մենակ չքնեց։ Եվ Անահիտը բացահայտեց, որ երբեմն կյանքի ամենամեծ ռիսկերը հենց նրանք են, որոնք ամենաշատն արժե վերցնել։ Բայց երկուսն էլ գիտեին, որ այն, ինչ նոր էին սկսել, պիտի փորձվեր այնպիսի ձևով, որոնք դեռ չէին կարող պատկերացնել։ Արգելոցի համար պատերազմը նոր էր սկսվում։ Եվ հիմա, բացի իրենց հավատացածի համար պայքարելուց, պետք է պայքարեին նա սիրելու իրավունքի համար։ Հանրային լսումների առավոտը բացվեց ծանր ամպերով, որոնք փոթորիկ էին խոստանում։ Անահիտը վաղ արթնացավ Գագիկի տանը, նույն բազմոցին, որտեղ անցկացրել էին գիշերը, զրուցելով, ճանաչելով միմյանց պրոֆեսիոնալ դիմակներից այն կողմ, կառուցելով մի մտերմություն, որը շատ ավելին էր, քան ֆիզիկականը։ Գագիկը սուրճ պատրաստեց, մինչ նա լոգանք էր ընդունում, երբ Անահիտը հայտնվեց խոհանոցում, նա նրան քաշեց մի լուր գրկախառնության մեջ, որն ավելին ասաց, քան 1000 բառ։ Գիտեին, որ այդ օրվանից ոչինչ առաջվանը չի լինի։ Նրանք հատել էին մի գիծ։ Այժմ նրանք ավելին էին, քան ղեկավար ու աշխատակից։ Ավելին, քան նույն գործի համար պայքարող գործընկերներ։ Նրանք երկու խոցելի մարդ էին, կապված զգացմունքներով, որոնք դեռ վախեցնում էին երկուսին էլ, բայց որոնք այլս չէին կարող ժխտվել։ Լսումները նշանակված էին առավոտյան ժամը 10-ին քաղաքապետարանի դահլիճում։ Գագիկն ու Անահիտը առանձին ժամանեցին, պահպանելով պրոֆեսիոնալ տեսքը։ Ամբողջ թիմն այնտեղ էր, Սոնան, Պետրոսը, Անին, Մկրտիչը։ Յուրաքանչյուրը կրում էր թղթապանակներ, զեկույցներ, հույսեր, վախեր։ Դահլիճը լեփ-լեցուն ուներ։ Մի կողմում գետափնյա համայնքների բնակիչներ, ձկնորսներ, մանր ֆերմերներ, ուսանողներ, ուսուցիչներ, բնապահպաններ։ Մյուս կողմում կոստյումներով գործարարներ, քաղաքական խորհրդականներ, հաշվարկված ժպիտներով ավագանո անդամներ, միացված տեսախցիկներով լրագրողներ։ Ամեն ինչի կենտրոնում մի սեղան, որտեղ պիտի նստեին յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչները, իրենց փաստարկները ներկայացնելու համար։ Անահիտը զգաց, թե ինչպես է ստամոքսը պտտվում։ Երբեք նման բանի չէր մասնակցել։ Գագիկը նրա կողքին, նկատեց զգուշորեն ձեռքը դիպցրեց նրան։ Կարճ, գրեթե աննկատ հպում, բայց որը նրան ուժ տվեց։ Ավագանու նախագահը բացեց նիստը։ Բացատրեց կանոնները, յուրաքանչյուր կողմ կունենար 40 րոպե ներկայացման համար, որին կհաջորդեին հարցեր հանդիսատեսի ավագանու անդամների կողմից։ Հետո կլիներ քվեարկություն։ Այդքան պարզ։ 40 րոպե, պաշտպանելու տարիների աշխատանքը, տասնամյակների պահպանումը, դարերի անձեռնխելի բնությունը։ Ներդրողները սկսեցին։ Ներկայացրին հուզիչ տեսանյութեր, հնարավորությունների մասին երազող գործազուրկների վկայություններով։ Ցույց տվեցին զբոսաշրջային համալիրի համակարգչային սիմուլյացիաներ, բյուրեղյա լողավազաններ, շքեղ բունգալոներ, նրբաճաշակ ռեստորաններ։ Խոսեցին տպավորիչ թվերով, 3000 աշխատատեղ, 100 միլիոն դրամի ներդրում, տարեկան 5 միլիոն դրամ հարկեր։ Նկարագրեցին բարգավաճման, առաջընթացի, վերափոխման ապագա։ Անահիտը հետում էր հանդիսատեսի դեմքի արտահայտություններին։ Տեսնում էր խոստումներով գայթակղված մարդկանց։ Տեսնում էր հույս գոյատելու համար պայքարողների աչքերում։ Եվ հասկանում էր։ Հասկանում էր, թե ինչու են գեղեցիկ տեսանյութերով փաթեթավորված այդ ստերն այդքան վտանգավոր։ Որովհետև նրանք հեշտ երազանքներ էին առաջարկում բարդ խնդիրների համար։ Երբ ավարտվեց ներդրողների ներկայացումը, ծափահարություններ հնչեցին։ Ուժեղ, ոգորված։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Գագիկը մնաց անխռով, բայց նա տեսնում էր լարվածությունը նրա ծնոտին, կոշտ ուսերին։ Եկավ իրենց հերթը։ Գագիկը ոտքի կանգնեց, ուղեց թղթերը, քայլեց դեպի խոսափողը։ Անահիտը գնաց նրա հետ, ինչպես Պետրոսը։ Պատրաստեցին պրոյեկտորը գիտական տվյալներով։ Գագիկը սկսեց խոսել։
Նրա ձայնը վճռական էր, զուսպ, բայց լցված զսպված կրքով։ Նա չօգտագործեց հուզիչ տեսանյութեր կամ դատարկ խոստումներ։ Օգտագործեց փաստեր։ Քարտեզներ, որոնք ցույց էին տալիս աղբյուրները։ Գրաֆիկներ, որոնք ցուցադրում էին տարածաշրջանի ջրային կախվածությունը։ Վտանգված տեսակների լուսանկարներ։ Կոնկրետ թվեր պահպանվող տարածքի կրճատման անդառնալի ազդեցության մասին։ Բացատրեց, որ նախագիծը կոչնչացնի 15,000 մարդու սպասարկող խմելու ջրի աղբյուրների 80%-ը, որ կվերացնի ոչնչացման եզրին գտնվող 18 տեսակների բնակավայրերը, որ խոստացված 3,000 աշխատատեղերը կլինեն ժամանակավոր շինարարության ընթացքում, մինչդեռ բնապահպանական վնասները կլինեն մշտական, որ շահույթը կմնա դրսի գործարարներին, մինչդեռ տեղի բնակչությունը կկրի հետանքները։ Անահիտը լրացրեց տեխնիկական տվյալներով ջրի որակի, էկոլոգիական ցիկլերի, բնապահպանական օրենսդրության մասին։ Պետրոսը ներկայացրեց նմանատիպ դեպքերի ուսումնասիրություններ այլ մարզերից, որտեղ նման նախագծերը աղետների էին հանգեցրել։ Խոսեցին Սյունիքում ցամաքած գետի, Արարատի մարզում առանց ջրի մնացած համայնքների, Շիրակի մարզում երբեք չստեղծված աշխատատեղերի մասին։ Ցույց տվեցին մերկ ճշմարտությունը։ Դրախտային աղբյուրներ նախագիծը գեղեցիկ անուն էր հաշվարկված ոչնչացման համար։ Մշակված խաբեություն, վաճառված որպես առաջընթաց։ Երբ ավարտեցին, ծափահարությունները ավելի քիչ էին, ավելի ամաչկոտ։ Բայց հարգանք կար։ Կային մարդիկ, որոնք հասկացել էին։ Անահիտը նայեց Գագիկին, տեսավ մի հազվագյուտ բան նրա դեմքին, հույս։ Հետո սկսվեցին հարցերը։ Եվ հենց այնտեղ ամեն ինչ սկսեց փլուզվել։ Ներդրողների հետ իր կապերով հայտնի մի ավագանու անդամ ոտքի կանգնեց։ Նրա անունը Արայիկ Ավետիսյան էր, 40 անց, մազերը ժելով հարթեցրած մի ժպիտով, որը ցույց էր տալիս, որ ավելին գիտի, քան ցույց է տալիս։ Նա խոսք խնդրեց, ստացավ։ Պարոն Գագիկ Սարգսյան, սկսեց նա, ձգձգելով բառերը։ Դուք շատ մռայլ պատկեր նկարեցիք։ Բայց ես մի քանի հարց ունեմ։ Դուք որքան ժամանակ եք աշխատում այս արգելոցում։ Գագիկը պատասխանեց. 5 տարի։ Արայիկը շարունակեց. Եվ դրանից առաջ լսել եմ, որ դուք որոշ պրոֆեսիոնալ խնդիրներ եք ունեցել։ Կորցրել եք աշխատանքը մի մեծ ընկերությունում։ Մեղադրվել եք դժվար բնավորություն ունենալու, խնդիրներ ստեղծելու մեջ, որտեղ դրանք չկային։ Գագիկը պահպանեց հանգստությունը։ Ես բացահայտել եմ բնապահպանական կեղծիք։ Ինձ աշխատանքից հեռացրել են ճիշտ բան անելու համար։ Արայիկը ծաղրական ծիծաղեց։ Կամ դուք հարաբերությունների խնդիրներ ունեիք, պատրվակ հորինեցիք, ձեր անհաջողությունը արդարացնելու համար։ Եվ հիմա նույն օրինաչափությունն եք կրկնում այստեղ։ Երակայական աղետներ եք հորինում, առաջընթացը կանխելու համար։ Անահիտը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում իր մեջ։ Ուզում էր ոտքի կանգնել, գոռալ, պաշտպանել Գագիկին։ Բայց նա զգուշորեն բռնեց նրա դաստակից, հանգստություն խնդրելով։ Պետք էր թույլ տալ, որ կեղտոտ խաղը տեղի ունենա։ Արժանապատվությամբ պատասխանելը միակ զենքն էր, որ ունեին։ Բայց Արայիկը դեռ չէր ավարտել։ Նա ուղիղ նայեց Անահիտին, ասաց. Իսկ տիկին Անահիտը, որն այդքան տեխնիկական տվյալներ ներկայացրեց։ Դուք շատ երիտասարդ եք, այնպես չէ՞։ Նորավարդ։ Ձեր առաջին նշանակալի պրոֆեսիոնալ փորձը։ Ինչպես կարող ենք վստահել ձեր վերլուծությանը, երբ պարոն Գագիկը, ձեր ղեկավարը, ակնհայտորեն ազդում է ձեզ վրա։ Անահիտը զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Հասկացավ, թե ուր է տանում այս ամենը։ Տեսավ Արայիկի չար ժպիտը լայնանալիս։ Եվ հետո նա պայթեցրեց ռումբը։ Իդեպ, ես կցանկանայի իմանալ, արդյոք տնօրենի կենսաբանի միջ պրոֆեսիոնալ հարաբերություններից բացի այլ բան կա։ Որովհետև շատ հարմար կլիներ, այնպես չէ՞։ Շահարկված տվյալներ, կողմնակալ վերլուծություններ, ամեն ինչ ծառայելու դառնացած մարդու անձնական շահերին։ Դահլիճը պայթեց մրմունջներից։ Տեսախցիկները շրջվեցին դեպի Գագիկն ու Անահիտը։ Լուսարձակները պայթեցին։ Անահիտը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Ինչպես նա իմացավ։ Ո՞վ էր պատմել։ Նրանք այնքան զգույշ, այնքան գաղտնի էին եղել։ Գագիկը կտրուկ ոտքի կանգնեց։ Նրա ձայնը որոտաց խոսափողով։ Սա ստոր անհիմն մեղադրանք է։
Այն ամենը, ինչ մենք այստեղ ներկայացրել ենք, որը կապ չունի անձնական հարցերի հետ։ Սրանք գիտական, ստուգելի, անհերքելի տվյալներ են։ Արայիկը ուսերը թոթվեց։ Այսինքն դուք հերքում եք, որ անձնական կապ ունեք աշխատակից Անահիտի հետ։ Գագիկը տատանվեց։ Ընդամենը 1 վայրկյան։ Բայց դա բավական էր։ Արայիկը հաղթական ժպտաց։ Լռությունն արդեն իսկ խոստովանությունը։ Անահիտը տեսավ, թե ինչպես է ամեն ինչ փլուզվում։ Ամիսների աշխատանք, ուսումնասիրություններ, զոհաբերություններ։ Ամեն ինչ վերածվում էր էժանագին սկանդալի։ Տեսավ հանդիսատեսի դեմքերին հաստատվող կասկածը։ Արդյոք տվյալներն իսկապես վստահելի էին։ Արդյոք իսկապես շահարկում կար։ Արդյոք ամեն ինչ պարզապես անձնական շահ չէր։ Հենց այդ ժամանակ նա կայացրեց իր կյանքի ամենակարևոր որոշումը։ Ոտքի կանգնեց, քայլեց դեպի խոսափողը, նրբորեն մի կողմ հրեց Գագիկին խոսեց։ Նրա ձայնը դողում էր, բայց վճռական էր։ Ես կպատասխանեմ։ Այո, իմ Գագիկի մեջ ինչ-որ բան կա։ Սկսվել է վերջերս։ Բայց դա որևէ կապ չունի մեր աշխատանքի հետ։ Ոչ մի տվյալ չի շահարկվել։ Ոչ մի վերլուծություն չի ազդվել։ Այն ամենը, ինչ մենք այստեղ ներկայացրել ենք, ճշմարտությունը։ Դահլիճում բացարձակ լռություն տիրեց։ Գագիկը նայեց Անահիտին զարմանքի հիացմունքի խառնուրդով։ Նա շարունակեց, խոսքերը դուրս էին գալիս նրա ներսի խորքից։ Ես աղքատ եմ մեծացել։ Մայրս գաթա էր վաճառում, իմ գրքերի համար վճարելու։ Հայրս չէր հավատում, որ ես կկարողանամ սովորել։ Բայց կարողացա։ Ավարտեցի։ Ստացա այս հաստիքը, որովհետև լավն եմ իմ գործում։ Եվ ծանոթացա մի մարդու հետ, որն այն ամենն է, ինչին ես միշտ հիացել եմ, ազնիվ, խիզախ, նվիրված։ Այո, ես սիրահարվեցի նրան։ Եվ նա՝ ինձ։ Անահիտը դադար տվեց, ուղիղ նայեց Արայիկին, բայց այն, ինչ ես զգում եմ Գագիկի հանդեպ, չի փոխել մեր զեկույցների թվերը։ Չի փոխել մեր վերլուծած ջրի քիմիական բաղադրությունը։ Չի հորինել մեր փաստագրած վտանգված տեսակներին։ Տվյալներն իրական են։ Վտանգն իրական է։ Եվ եթե այստեղ որևէ մեկը անձնական շահ ունի այս պատմության մեջ, դրանք այն գործարարներն են, որոնք միլիոններ կշահեն, մինչդեռ բնակչությունը կմնա առանց ջրի։ Հանդիսատեսը պայթեց։ Կեսը ծափահարում էր Անահիտին, կեսը սուլում։ Ավագանու անդամները գոռում էին միմյանց վրա։ Ներդրողները կատաղած տեսք ունեին։ Գագիկը քարացած մնաց, նայելով այն խիզախ կնոջը, որը հենց նոր հրապարակավ բացահայտել էր իր անձնական կյանքը, ճշմարտությունը պաշտպանելու համար։ Ավագանու նախագահը փորձեց վերականգնել կարգը։ Մուրճով մի քանի անգամ հարվածեց, լռություն խնդրեց։ Երբ վերջապես հաջողվեց, 30 րոպե ընդմիջում հայտարարեց քվեարկությունից առաջ։ Անահիտը գրեթե վազելով դուրս եկավ դահլիճից։ Օդի կարիք ուներ։ Գագիկը գնաց նրա հետից։ Գտավ նրան կայանատեղիում, պատին հենված, խորը շնչելով, ձեռքերը դողալով։ Նա դանդաղ մոտեցավ։ Անահիտ, ես։ Նա բարձրացրեց ձեռքը, ընդհատելով։ Մի ասա, որ չպետք է անեի։ Դա միակ ընտրությունն էր։ Գագիկը գլուխը թափ տվեց։ Ես պատրաստվում էի ասել, որ դա ամենախիզախ բանն էր, որ երբե տեսել եմ որևէ մեկի կողմից։ Նա նայեց նրան, աչքերը արցունքոտ։ Ես այնտեղ ամեն ինչ կորցրի, Գագիկ։ Մեր վստահությունը։ Քո հեղինակությունը։ Գուցե նույնիսկ արգելոցը։ Գագիկը վերցրեց նրա դեմքը ձեռքերի մեջ։ Դու ոչինչ չկորցրիր։ Դու հաղթեցիր։ Հաղթեցիր նրանց հարգանքը, ովքեր կարող են։ Հաղթեցիր գլուխդ բարձր պահելու իրավունքը։ Եվ ինձ հիշեցրիր, թե ինչու արժե պայքարել։ Նրանք գրկախառնվեցին այնտեղ, կայանատեղի մեջտեղում, մինչ առավոտից սպառնացող փոթորիկը վերջապես սկսվեց։ Հորդառատ անձրը լվանում էր ամեն ինչ, վախը, ամոթը, դիմակները։ Մնում էր միայն էականը։ Երկու մարդ, միասին դիմակայելով աշխարհին։ Երբ վերադարձան դահլիճ, նկատեցին, որ ինչ-որ բան փոխվել է։ Մարդիկ այլ կերպ էին նայում իրենց։ Ոմանք արհամարհանքով, մյուսները հիացմունքով։ Սոնան վազելով եկավ գրկեց Անահիտին։
Դու անհավանական էիր, աղջիկս։ Պետրոսը սեղմեց Գագիկի ուսը համերաշխության ժեստով։ Անին հուզմունքից լաց էր լինում։ Նախագահը կանչեց քվեարկության։ Մեկ առ մեկ ավագանու անդամները հայտարարում էին իրենց ձայնը։ Նախագծին կողմ յուրաքանչյուր ձայնից Անահիտը զգում էր, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Դեմ յուրաքանչյուր ձայնից թեթացած շունչ էր քաշում։ Պայքարը թեժ էր։ 6 ձայն կողմ նախագծին։ 5 դեմ։ Մնում էր 2 ավագանու անդամ։ Նախավերջինը Հովսեփ անունով մի տարեց մարդ էր, որը հայտնի էր իր անվճռականությամբ։ Նա դանդաղ ոտքի կանգնեց, ուղղեց ակնոցը, նայեց հանդիսատեսին։ Ես այսօր այստեղ եկել էի, կարծելով, թե գիտեմ ինչի օգտին քվեարկել, սկսեց նա։ Կարծում էի, որ առաջընթացն անխուսափելի է, որ պետք է ընդունենք փոփոխությունները։ Բայց տեսա մի երիտասարդ կնոջ, որն իր անձնական կյանքը վտանգի տակ դրեց, գիտական տվյալները պաշտպանելու համար։ Տեսա մի մարդու, որը մի անգամ արդեն ամեն ինչ կորցրել է, բայց ընտրեց նորից կորցնել, ստելու փոխարեն։ Եվ դա ինձ ստիպեց մտածել, ինչ է իրականում առաջընթացը։ Մեռած աղբյուրների վրա գեղեցիկ շենքեր կառուցելը։ Իմ ձայնը դեմ է նախագծին։ Հավասարություն։ 6-6-ին։ Ամեն ինչ կախված էր վերջին ձայնից։ Ավագանու անդամ Մարինե Պողոսյանը։ 50 տարեկան մի կին, 3 երեխաների մայր, թոշակի անցած ուսուցչուհի։ Նա երկար վայրկյաններ նայեց Գագիկին ու Անահիտին։ Հետո ոտքի կանգնեց։ Ես ծնվել եմ այս քաղաքում, ասաց նա։ Մեծացել եմ, խմելով այս աղբյուրների ջուրը։ Երեխաներիս այստեղ եմ մեծացրել։ Ես առաջընթաց եմ ուզում ոչ պակաս, քան որե մեկը։ Բայց ոչ ամեն գնով։ Ոչ մեր սեփական գոյատման գնով։ Արգելոցի թիմի կողմից ներկայացված գիտական տվյալները համոզիչ են։ Նախագիծը անդառնալի վնաս կհասցնի։ Իմ ձայնը դեմ է։ Դահլիճը պայթեց ճիչերից, ծափահարություններից, խառնաշփոթից։ Ներդրողները կատաղած ոտքի կանգնեցին։ Արայիկ Ավետիսյանը գոռում էր անարդարության, ծայրահեղականության մասին։ Բայց որոշված էր։ 7 ձայն դեմ։ 6 կողմ։ Դրախտային աղբյուրներ, նախագիծը մերժված էր։ Անահիտը ծնկի իջավ հենց այնտեղ։ Ոչ թուլությունից։ Թեթացումից։ Հյուծվածությունից։ Հաղթանակից։ Գագիկը ծնկի իջավ նրա կողքին ամուր գրկեց։ Շուրջ բոլորը թիմը տոնում էր։ Սոնան լաց էր լինում։ Պետրոսը բռունցքներն էր բարձրացրել հաղթանակի նշան։ Անին ցատկոտում էր, գրկած մկրտիչին։ Բայց պատերազմը դեռ չէր ավարտվել։ Հաջորդ շաբաթներին Գագիկի Անահիտի կյանքը վերածվեց դժոխքի։ Նրանց հարաբերությունները դարձան տեղական թերթերի վերնագրեր։ Սենսացիոն բլոգները կեղտոտ տեքստեր էին հրապարակում, ակնարկելով սկանդալ, հովանավորչություն, էթիկայի խախտում։ Սոցիալական ցանցերը բաժանվեցին։ Ոմանք պաշտպանում էին զույգին որպես ռոմանտիկ հերոսների։ Մյուսները հարձակվում էին նրանց վրա որպես անվստահելի մասնագետների։ Անահիտը սարսափելի հաղորդագրություններ ստացավ։ Նրան անվանում էին շահամոլ, հաշվարկող կին, որն օգտագործել է իր մարմինը որոշումների վրա ազդելու համար։ Գագիկին ներկայացնում էին որպես շահագործող, որպես մարդ, որը չարաշահում է իր իշխանական դիրքը, երիտասարդ աշխատակիցներին գայթակղելու համար։ Տիկին Տաթիկը ամեն օր զանգում էր, անհանգստացած, ուզում էր իմանալ, արդյոք դուստրը լավ է։ Պարոն Ռուբենը, զարմանալիորեն, ասաց Անահիտին չհանձնվել։ Կյանքում առաջին անգամ հայրն ասաց, որ հպարտ է։ Որ նա ճիշտ բան է արել։ Բայց ճնշումները շարունակվում էին։ Ներդրողները դատական հայց ներկայացրին, վիճարկելով քվեարկությունը։ Պնդում էին անկանոնություններ, գործընթացի խախտում, շահարկում։ Դատարանն ընդունեց գործը քննության։ Մինչ այդ, որոշումը կմնար կասեցված։ Արգելոցը շարունակում էր պաշտպանված լինել, բայց մազից կախված։ Ավելի վատ, արգելոցի տնօրինությունը մարզպետարանից ճնշում ստացավ, Գագիկին տնօրենի պաշտոնից հեռացնելու համար։ Պնդում էին, որ հարաբերությունների հրապարակայնացումը վարկաբեկում է ինստիտուցիոնալ իմիջը, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել վստահությունը պահպանելու համար։ Գագիկը հրաժարվեց հրաժարական տալուց։ Ասաց, որ միայն ուժով դուրս կգա։
Անահիտն առաջարկեց աշխատանքից դուրս գալ։ Կարծում էր, որ այդպես կթեթացնի ճնշումը Գագիկի, արգելոցի վրա։ Նա չընդունեց։ Ասաց, որ թույլ չի տա, որ նրան զոհաբերեն։ Որ միասին կպայքարեն մինչ վերջ։ Օրերը ծանր էին ձգվում։ Ամեն առավոտ նոր մեղադրանքներ, նոր սպառնալիքներ, նոր հարձակումներ։ Օղակը սեղմվում էր։ Անահիտն ու Գագիկը աջակցում էին միմյանց, բայց հյուծվածությունը տեսանելի էր։ Քիչ էին քնում։ Վատ էին սնվում։ Ապրում էին մշտական զգոնության վիճակում։ Հենց այդպիսի մի անքուն գիշեր Գագիկն արեց մի բան, որը լիովին զարմացրեց Անահիտին։ Նրա տանն էին պառկած բազմոցին, չափազանց հոգնած քնելու համար, չափազանց լարված հանգստանալու համար։ Գագիկը շրջվեց դեպի նա ասաց. «Ամուսնացիր ինձ հետ»։ Անահիտը կարծեց, թե սխալ է լսել։ «Ինչ»։ Գագիկը կրկնեց, այս անգամ նստելով բռնելով նրա ձեռքերը։ «Ամուսնացիր ինձ հետ, Անահիտ»։ Պաշտոնապես։ Հրապարակավ։ Ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, որ դու իմ ընտրությունն ես։ Որ ես ոչնչի համար չեմ զղջում։ Որ այն, ինչ զգում եմ քո հանդեպ, ավելի ուժեղ է, քան ցանկացած հարձակում, ցանկացած ճնշում։ Անահիտը մնաց անխոս։ Այդպես չէր պատկերացնում ամուսնության առաջարկը։ Ոչ մատանի կար, ոչ պլանավորված ռոմանտիկա։ Բայց ճշմարտություն կար։ Կար կյանքից վիրավորված մի մարդ, որն ասում էր, որ ուզում է վերակառուցել իր հետ։ Կար պատերազմի հայտարարություն բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում էին բաժանել իրենց։ Նա պատասխանեց միակ հնարավոր ձով. այո։ Եվ հետո Գագիկն արեց էլ ավելի զարմանալի բան։ Հաջորդ օրը մամուլի ասուլիս հրավիրեց։ Անահիտը ոչինչ չգիտեր։ Երբ հասավ արգելոցի գլխամասային գրասենյակ, տեսավ տեսախցիկներ, լրագրողներ, հետաքրքրասերներ։ Գագիկը սպասում էր դռան մոտ։ Բռնեց նրա ձեռքը տարավ դեպի խոսափողը։ Այնտեղ, բոլորի առաջ, նա խոսեց. «Ես իմ կյանքի տարիներն անցկացրել եմ փախուստի մեջ։ Փախչելով զգացմունքներից, կապերից, խոցելիությունից։ Ծանոթացա։ Անահիտի հետ ամեն ինչ փոխվեց։ Նա ինձ ցույց տվեց, որ խիզախությունը վախ չունենալը չէ։ Դա վախենալն է, այնուամենայնիվ, սիրել ընտրելը։ Այսպիսով ես այսօր այստեղ եմ հրապարակավ ասելու, որ այո, ես հարաբերությունների մեջ եմ Անահիտի հետ։ Եվ ավելին։ Երեկ նրան ամուսնության առաջարկ եմ արել։ Եվ նա համաձայնել է։ Դահլիճը ցնցված լռեց։ Գագիկը շարունակեց. Գիտեմ, որ կփորձեն դա օգտագործել մեր դեմ։ Կասեն, որ մեր գիտությունը ոչինչ չարժե, որովհետև մենք սիրում ենք իրար։ Բայց ես հակառակն եմ ասում։ Մեր գիտությունն արժեքավոր է, որովհետև արված է իսկական կրքով, էթիկայով, զոհաբերությամբ։ Անահիտը կարող էր ավելի շատ գումար վաստակել ցանկացած մասնավոր ընկերությունում։ Ես կարող էի կաշառք ընդունել հիմա հարուստ լինել։ Բայց մենք ընտրեցինք սա։ Ընտրեցինք ճշմարտությունը։ Եվ ընտրեցինք միմյանց։ Անահիտը լաց էր լինում։ Ոչ տխրությունից, հպարտությունից։ Սիրուց այն մարդու հանդեպ, որը վերջապես ցած էր դրել բոլոր զրահները։ Որը բաց կրծքով դիմակայում էր աշխարհին, խոցելի, բայց ուժեղ։ Եվ հետո տեղի ունեցավ անսպասելի մի բան։ Հանդիսատեսից մեկը սկսեց ծափահարել։ Հետո մյուսը։ Եվ մյուսը։ Մի քանի վայրկյանում ամբողջ դահլիճը ոտքի վրա ծափահարում էր։ Ոչ բոլորը։ Ոմանք դեռ արհամարհանքով էին նայում։ Բայց շատերը հասկացան։ Հասկացան, որ այնտեղ հազվագյուտ մի բան կար, ընդհանուր պայքարից ծնված իսկական սեր։ Այդ գիշեր Անահիտն ու Գագիկը իմացան, որ հաղթել են ամենակարևոր ճակատամարտում։ Ոչ թե արգելոցի համար ճակատամարտում, որը դեռ որոշված չէր, այլ այն ճակատամարտում, որը մղում էին լինելու այն, ինչ իրականում կային, առանց վախի, առանց ամոթի։ Եվ եթե այն ամենը, ինչ ունեին, միմյանց էին, դա ավելին էր, քան բավարար։ Ամուսնության հրապարակային առաջարկին հաջորդած ամիսները հույզերի իսկական կարուսել էին։ Մամուլի ասուլիսը, որտեղ Գագիկը հայտարարեց նշանադրության մասին, ծայրահեղ արձագանքներ առաջացրեց։
Բնակչության մի մասը նրանց պաշտպանում էր որպես խիզախության իսկական սիրո խորհրդանիշ։ Մյուս մասը շարունակում էր հարձակվել, ասելով, որ այդ ամենը թատրոն է, ռազմավարություն, ժողովրդական համակրանք շահելու ենթադրյալ էթիկական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Բայց մի կարևոր բան տեղի ունեցավ։ Պատմությունը փոխվեց։ Ուշադրության կենտրոնում այլևս միայն սկանդալը չէր, այլ նա երկու մարդ, որոնք պայքարում էին իրենց հավատացածի համար, հզոր ուժերի դեմ։ Տարածաշրջանից դուրս գտնվող թերթերը հետաքրքրվեցին պատմությամբ։ Սկսեցին հետաքննել դրախտային աղբյուրներ նախագծի ներդրողներին։ Եվ այն, ինչ բացահայտեցին, պայթյունավտանգ էր։ Երանից Կարինե Մելիքյան անունով մի հետաքննող լրագրող հետաքրքրվեց գործով։ Շաբաթներ շարունակ փորփրեց փաստաթղթերը, հարցազրույցներ վերցրեց աղբյուրներից, հետեց փողի հետքին։ Բացահայտեց, որ ներդրողները այլ մարզերում նմանատիպ նախագծերի պատմություն ունեին, որոնք հանգեցրել էին բնապահպանական աղետների։ Բացահայտեց կապեր կեղծ ընկերությունների, փողերի լվացման, կոռումպացված քաղաքական գործիչների հետ։ Հոդվածը հրապարակվեց կիրակի օրը երկրաշարժ առաջացրեց։ Այն ցույց էր տալիս, թե ինչպես է ներդրողների խումբը զբոսաշրջային նախագծերն օգտագործում որպես քողարկիչ, անօրինական անշարժ գույքի սպեկուլյացիաների համար։ Թե ինչպես են կաշառում տեղական իշխանություններին։ Թե ինչպես խոստացված աշխատատեղերը երբեք չեն իրականանում։ Թե ինչպես են ամբողջ համայնքները մնում առանց ջրի, երբ աղբյուրները ոչնչացվում են։ Արայիկ Ավետիսյանը, Ավագանո անդամը, որը լսումների ժամանակ հարձակվել էր Գագիկի Անահիտի վրա, ուղղակիորեն ներգրավված էր։ Ռեպորտաժը ցույց էր տալիս կասկածելի բանկային փոխանցումներ, գաղտնի հանդիպումներ, վարկաբեկող փաստաթղթեր։ 48 ժամվա ընթացքում նա արդեն դատախազության կողմից հետաքննվում էր։ Մեկ շաբաթ անց հրաժարական տվեց։ Շրջադարձը լիակատար էր։ Քվեարկությունը վիճարկող դատական գործը կորցրեց իր ուժը։ Դատարանը, հանրային կարծիքի նոր ապացույցների ճնշման տակ, ուժի մեջ թողեց Ավագանու որոշումը։ Դրախտային աղբյուրներ նախագիծը պաշտոնապես մերժվեց։ Կենաց աղբյուրներ բնապահպանական արգելոցը փրկված էր։ Գագիկը լուրը ստացավ գրասենյակում, շրջապատված թիմով։ Սոնան լաց էր լինում ուրախությունից։ Պետրոսը էժանագին շամպայն էր բացում։ Անին ու Մկրտիչը տոնում էին, գրկախառնված։ Անահիտը Գագիկի կողքին էր, բռնած նրա ձեռքը, զգալով այնպիսի մեծ թեթացում, որ գրեթե ցավում էր։ Նրանք հաղթել էին։ Ընդդեմ բոլոր հավանականությունների, ընդդեմ իրենց դեմ դրված ողջ փողի ու իշխանության, նրանք հաղթել էին։ Բնությունը հաղթել էր։ Ճշմարտությունը հաղթել էր։ Բայց հաղթանակը իր գինն ուներ։ Գագիկին կանչեցին արգելոցի տնօրինություն։ Նույնիսկ գործի բարեհաջող ավարտից հետո հարաբերությունների հրապարակային բացահայտումը դեռս ինստիտուցիոնալ անհարմարություն էր առաջացնում։ Նրանք լուծում առաջարկեցին։ Անահիտին կտեղափոխեին մեկ այլ պահպանվող տարածք, այլ մարզ։ Այդպիսով կխուսափեին շահերի բախումից, կպահպանեին տեխնիկական վստահությունը, կլուծեին էթիկական խնդիրը։ Գագիկը տեղում հրաժարվեց։ Ասաց, որ եթե Անահիտը հեռանա, ինքն էլ կհեռանա։ Որ չի ընդունում վարչական լուծման տակ քողարկված շանտաժը։ Տնօրինությունը մասամբ նահանջեց։ Առաջարկեցին, որ Անահիտը շարունակի աշխատել արգելոցում, բայց այլ պաշտոնում, ուղղակիորեն Գագիկին չենթարկվելով։ Նա կսկսեր համակարգել բնապահպանական կրթության հատուկ նախագիծ, տեխնիկական ինքնավարությամբ։ Անահիտը համաձայնեց։ Ոչ թե որովհետև իրավիճակը դուր էր գալիս, այլ որովհետև հասկանում էր, որ երբեմն պետք է զիջել փոքր ճակատամարտերում, ավելի մեծ պատերազմներում հաղթելու համար։ Արգելոցը փրկված էր։ Ինքն ու Գագիկը կարող էին մնալ։ Սա էր կարորը։ Անահիտի նոր պաշտոնը, ի վերջո, օրհնություն դարձավ։ Նա մշակեց բնապահպանական կրթության ծրագիր, որը հանրակրթական դպրոցների աշակերտներին բերում էր արգելոց ծանոթանալու։ Սովորեցնում էր էկոլոգիա, ջրի կարողություն, պահպանում։ Այդ երեխաների դեռահասների աչքերում տեսնում էր նույն գիրքը, որը մի ժամանակ ինքն էր զգացել։ Նա բնապահպանական գիտակցության սերմեր էր ցանում, որոնք կծաղկեին ապագայում։ Գագիկը իր հերթին դարձավ պահպանվող տարածքների կառավարման ոլորտում հանրապետական նշանակության փորձագետ։ Հրավերներ էր ստանում դասախոսությունների, խորհրդատվությունների, հարցազրույցների։ Նրա ազնվության պատմությունը ոգեշնչում էր այլ մասնագետների։
Բայց նա միշտ մերժում էր այն հնարավորությունները, որոնք իրեն երկար ժամանակով կհեռացնեին արգելոցից։ Այդ վայրը նրա առաքելությունն էր, նրա քավությունը, նրա տունը։ Հարսանիքը նշանակվեց իրավական պայքարի ավարտից 6 ամիս անց։ Անահիտը պարզ, մտերմիկ բան էր ուզում։ Տիկին Տաթիկը պնդում էր, որ դուստրն արժանի է մեծ խնջույքի։ Պարոն Ռուբենը, բոլորին զարմացնելով, ասաց, որ կվճարի այն, ինչ անհրաժեշտ է։ Մարդը, որը չէր հավատում երազանքներին, այժմ ուզում էր իրականացնել դստեր երազանքները։ Վերջում նրանք միջին տարբերակի եկան։ Արարողությունը կանցկացվեր հենց արգելոցում, այն վայրում, որտեղ Գագիկը տեսել էր Անահիտին ջրվեժում։ Այն պահը, որը փոխել էր ամեն ինչ։ Կլիներ բացօթյա, բնությամբ շրջապատված քիչ հյուրերով։ Միայն ընտանիք։ Մտերիմ ընկերներ, արգելոցի թիմը մի քանի մարդ, որոնք կարևոր դեր էին ունեցել պահպանման համար պայքարում։ Պատրաստությունները շտապ էին։ Անահիտը ոչ ժամանակ, ոչ գումար ուներ շքեղ հարսանեկան զգեստի համար։ Բայց Սոնան քաղաքում մի տաղանդավոր դերձակուհու էր ճանաչում։ Միասին ստեղծեցին պարզ, թեթ կտորից, փղոսկրի գույնի զգեստ, որը կատարելապես համապատասխանում էր բնական միջավայրին։ Ոչ երկար քող, ոչ բարդ կառուցվածքներ։ Պարզապես Անահիտը, լինելով Անահիտ։ Գագիկը կհագներ պարզ կոստյում, առանց փողկապի։ Մազերը կտրած, մորուքը սափրած, բայց դեռ այն մարդու տեսքով, որն ավելի շատ անտառում է ապրում, քան էլեգանտ սրահներում։ Նրանց շքեղություն պետք չէր։ Նրանց պետք էր միայն միմյանց։ Հարսանիքի նախօրեին Անահիտը կարևոր զրույց ունեցավ հոր հետ։ Պարոն Ռուբենը խնդրեց նրա հետ քայլել մինչ ջրվեժը։ Ճանապարհի մեծ մասը լուռ գնացին։ Երբ հասան, նա մնաց նայելով թափվող ջրին, շրջապատող անտառին ասաց. Ես սխալվել եմ քո հարցում, աղջիկս։ Անահիտը փորձեց ընդհատել, ասել, որ այդպես չէ։ Բայց նա բարձրացրեց ձեռքը, խնդրելով թույլ տալ ավարտել։ Ես ամբողջ կյանքս մտածել եմ, որ երազանքը հարուստի շքեղություն է։ Որ աղքատ մարդը պետք է պրակտիկ լինի, իրատես։ Որ պետք է ընդունի այն, ինչ կյանքը տալիս է, ավելին չխնդրի։ Բայց դու ինձ ցույց տվեցիր, որ ես սխալվում էի։ Երազանքն այն է, ինչը մեզ կենդանի է պահում։ Այն է, ինչը արժանի է դարձնում ամեն օր արթնանալը։ Պարոն Ռուբենը շրջվեց դեպի դուստրը, աչքերը արցունքոտ։ Տեսա, թե ինչպես ես պայքարում այդ ուսման համար։ Տեսա, թե ինչպես ես դիմակայում հզոր մարդկանց։ Տեսա, թե ինչպես ես ընտրում լավ մարդու, հարուստ մարդու փոխարեն։ Եվ հասկացա, որ դու ավելի խիզախ ես, քան ես երբե եղել եմ։ Ես հպարտանում եմ քեզնով, Անահիտ։ Շատ եմ հպարտանում։ Անահիտը գրկեց հորը լաց եղավ։ Լաց եղավ բոլոր այն տարիների համար, երբ կասկածում էր իրեն։ Բոլոր այն անգամների համար, երբ կարծում էր, որ բավարար չի լինի։ Բոլոր այն ճակատամարտերի համար, որոնք ստիպված էր մենակ մղել։ Բայց հիմա նա ուներ հոր ճանաչումը։ Եվ դա բուժում էր հին վերքեր, որոնք նա նույնիսկ չգիտեր, որ դեռ ցավում են։ Հարսանիքի օրը կատարյալ բացվեց։ Կապույտ, անամպ երկինք։ Արը փայլում էր, բայց չէր այրում։ Թեթ զեփյուրը օրորում էր ծառերը։ Բնությունը կարծես դավադրություն էր կազմակերպել, իդեալական տեսարան ստեղծելու համար։ Փայտե պարզ աթոռները դասավորված էին կիսաշրջանով, ջրվեժի դիմաց։ Արգելոցից հավաքված վայրի ծաղիկները զարդարում էին տարածքը։ Ընկած ծառի բներից պատրաստված փոքրիկ իմպրովիզացված խորանը նշում էր, թե որտեղ պետք է կանգնեին նորապսակները։ Պետրոսի ընկերոջ կողմից կիթառով նվագվող կենդանի երաժշտությունը լցնում էր օդը։ Հյուրերը սկսեցին գալ։ Տիկին Տաթիկը գեղեցիկ էր բաց կապույտ զգեստով, վաղ առավոտից լաց էր լինում։ Պարոն Ռուբենը, անհարմար զգալով վարձով կոստյումի մեջ, փորձում էր պահպանել հանգստությունը, բայց զուսպ ժպտում էր։ Սոնան ամեն ինչ համակարգում էր մայրական արդյունավետությամբ։ Արգելոցի թիմը լրիվ կազմով էր, բոլորը հուզված։ Նույնիսկ լրագրող Կարինե Մելիքյանն էր հրավիրված, ճանաչված որպես իրենց հաղթանակի հիմնական դերակատար։ Գագիկը սպասում էր իմպրովիզացված խորանի մոտ։ Նյարդայնացած էր այնպես, ինչպես հազվադեպ էր ցույց տալիս։ Պետրոսը որպես խաչեղբայր կանգնած էր նրա կողքին, կատակներ անելով լարվածությունը թուլացնելու համար։
Բայց երբ երաժշտությունը փոխվեց, հայտարարելով հարսնացուի մուտքը, Գագիկը լրջացավ, ուշադիր, աչքերը գամած այն արահետին, որտեղից պետք է հայտնվեր Անահիտը։ Եվ հետո նա հայտնվեց։ Դանդաղ քայլելով հոր կողքին, Բոբիկ, ինչպես Գագիկը գիտեր, որ նա սիրում է լինել բնության մեջ, պարզ զգեստով, որն ընդգծում էր նրա բնական գեղեցկությունը, արձակված մազերը զարդարված միայն սպիտակ ծաղկով։ Նա ժպտում էր։ Ժպտում էր աչքերով, ամբողջ դեմքով, հոգով։ Գագիկը զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Այդ կինը մտել էր իր կյանքը որպես լուռ փոթորիկ ոչնչացրել բոլոր պատերը, որոնք նա տարիներ շարունակ կառուցել էր։ Ստիպել էր նրան նորից հավատալ, նորից սիրել, նորից ապրել։ Պարոն Ռուբենը հանդիսավոր ժեստով դստեր ձեռքը հանձնեց Գագիկին։ Լավ նայիր նրան, ասաց նա ցածր։ Գագիկը պատասխանեց. Կյանքիս գնով։ Երկու տղամարդիկ հասկացան միմյանց այդ հայացքով։ Հայրը վստահում էր իր ամենամեծ գանձը։ Տղամարդը խոստանում էր արժանի լինել այդ վստահությանը։ Արարողությունը պարզ էր, հուզիչ։ Արարողությունը վարում էր Սոնայի ծանոթ մի դատավոր, հավատքի զգայունության մարդ։ Նա խոսեց ընդհանուր պայքարից ծնված սիրո մասին։ Փոթորիկներին դիմացող նվիրվածության մասին։ Դժվարությունների մեջ ամրապնդվող միության մասին։ Երբ եկավ երթումների ժամանակը, առաջինը խոսեց Անահիտը։ Նրա ձայնը դողում էր, բայց վճռական էր։ Գագիկ, դու ինձ սովորեցրիր, որ խիզախությունը վախի բացակայությունը չէ։ Դա ճիշտ բան անելն է, նույնիսկ վախենալով։ Դու ինձ ցույց տվեցիր, որ ազնվությունը գին ունի, բայց որ այն արժե յուրաքանչյուր զոհաբերության։ Ես սիրահարվեցի քեզ ոչ թե նրա համար, թե ով էիր թվում, այլ նրա համար, ով իրականում ես։ Եվ խոստանում եմ լինել քո կողքին բոլոր այն ճակատամարտերում, որոնք դեռ առջում են։ Խոստանում եմ սիրել քեզ հեշտ անհնարին օրերին։ Խոստանում եմ լինել քո զուգընկերը, քո ընկերը, քո սերը։ Այսօր միշտ։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Նա շատ խոսքերի մարդ չէր, բայց կփորձեր։ Անահիտ, ես տարիներ շարունակ հավատում էի, որ կորցրել եմ սիրելու ունակությունը։ Որ հիասթափությունը սպանել է ինչ-որ բան իմ մեջ։ Դու ապացուցեցիր, որ ես սխալվում էի։ Դու ինձ հիշեցրիր, թե ինչու արժե պայքարել։ Ինչու արժե հավատալ։ Ինչու արժե ապրել։ Դու ամենախիզախ մարդն ես, որին ճանաչում եմ։ Եվ ես պատիվ եմ զգում, որ կարող եմ քեզ կին անվանել։ Խոստանում եմ պաշտպանել քո երազանքները, ինչպես պաշտպանում եմ այս անտառը։ Խոստանում եմ հարգել քո ուժը։ Խոստանում եմ սիրել քեզ այն ամենով, ինչ կամ ինչ դեռ կարող եմ լինել։ Ներկաների մեջ չոր աչք չկար։ Նույնիսկ պարոն Ռուբենն էր արցունքները թաքցնում։ Տիկին Տաթիկը բացահայտ լաց էր լինում, Սոնայի աջակցությամբ։ Արգելոցի թիմը հուզված էր։ Այդ հարսանիքը ավելին էր, քան երկու մարդու միություն։ Դա հավաքական հաղթանակի տոնակատարություն էր։ Մատանիները փոխանակվեցին։ Պարզ, արծաթե, առանց ցուցադրականության։ Բայց լի իմաստով։ Արարողությունը վարողը նրանց հայտարարեց ամուսին կին։ Եվ երբ Գագիկը համբուրեց Անահիտին, այնտեղ արի տակ, ջրվեժի ձայնի ներքո անտառի վկայությամբ, կարծես ամբողջ տիեզերքը տոնում էր նրանց հետ։ Խնջույքը հենց այնպիսին էր, ինչպիսին Անահիտը երազել էր։ Պարզ, բայց առատ ուտելիք, պատրաստված տիկին Տաթիկի հարանների կողմից։ Կենդանի երաժշտություն, կիթառ մի քանի ներդաշնակ ձայներ, որոնք հայկական գուսանական երգեր էին երգում։ Աշխույժ զրույցներ, անկեղծ ծիծաղ, ամուր գրկախառնություններ։ Ոչ մի շքեղություն։ Պարզապես մարդկային ջերմություն, անկեղծ ուրախություն, ընդհանուր սեր։ Գիշերը, երբ հյուրերը սկսեցին հեռանալ, Գագիկն ու Անահիտը մենակ մնացին ջրվեժի ափին։ Նստեցին նույն քարին, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նա գլուխը դրեց նրա ուսին։ Նա ձեռքը գցեց նրա շուրջը։ Արժեր, ասաց Անահիտը ցածր։ Ամեն ինչ։ Յուրաքանչյուր արցունք։ Յուրաքանչյուր վախ։ Յուրաքանչյուր ճակատամարտ։ Գագիկը համբուրեց նրա գլխի գագաթը։ Ավելին, քան արժեր։ Անհրաժեշտ էր։ Մենք անհրաժեշտ էինք։ Անահիտը բարձրացրեց դեմքը, նրան նայելու։ Կարծում ես, առջում էլի պայքար կա։ Գագիկը ժպտաց։ Համոզված եմ։ Բայց հիմա մենք ունենք միմյանց։
Եվ դա ամեն ինչ փոխում է։ Նրանք այնտեղ մնացին մինչ ուշ գիշեր, լսելով ջրի ձայնը, զգալով գիշերային զեփյուրը, գոյություն ունենալով այդ կատարյալ պահի մեջ, որը գիտեին, որ հազվագյուտ է թանկարժեք։ Նրանք պատրանքներ չունեին։ Կյանքը շարունակելու էր դժվար լինել։ Կլինեին այլ ճակատամարտեր արգելոցի համար, այլ կոնֆլիկտներ, այլ սպառնալիքներ։ Բայց նրանք միասին կդիմակայեին։ Որպես զուգընկերներ։ Որպես սիրահարներ։ Որպես նույն գործի համար պայքարող մարտիկներ։ Հաջորդ ամիսներին Անահիտի Գագիկի կյանքը նոր ռիթմ գտավ։ Ապրում էին արգելոցի ծայրամասում գտնվող մի պարզ տանը։ Վաղ էին արթնանում, միասին սուրճ էին խմում, գնում աշխատանքի։ Նա, իր բնապահպանական կրթության դասերով։ Նա, արգելոցի կառավարմամբ։ Երեկոյան ընթրում էին, զրուցելով օրվա մասին, պլաններ կազմելով, երազելով ապագայի մասին։ Անահիտը հարսանիքից 5 ամիս անց բացահայտեց, որ հղի է։ Լուրը երկուսին էլ անակնկալի բերեց։ Այդքան շուտ երեխա չէին պլանավորում։ Բայց երբ տեսան դրական թեստը, ուրախությունն ակնթարթային էր։ Գագիկը գրկեց Անահիտին ասաց. «Մենք կմեծացնենք մի երեխայի, որը կճանաչի գետերի ձայնը, նախքան մեքենաների ձայնը ճանաչելը։ Որը կհարգի բնությունը, որովհետև մեծացել է դրա մեջ։ Որը կհասկանա, որ մոլորակի մասին հոգ տանելը սեփական ապագայի մասին հոգ տանելն է»։ Տիկին Տաթիկը հիացած էր տատիկ դառնալու լուրից։ Պարոն Ռուբենը, այժմ ավելի քնքուշ ներկա, սկսեց սեփական ձեռքերով փայտե օրորոց պատրաստել։ Արգելոցի թիմը տոնեց, կարծես երեխան բոլորինը լիներ։ Սոնան արդեն պատրաստվում էր լինել աշխարհի ամենանվիրված կնքամայրը։ Անահիտի հղիությունը հանգիստ անցավ։ Նա շարունակում էր աշխատել, հարմարեցնելով իր գործունեությունը փորի մեծանալուն զուգընթաց։ Գագիկը դարձավ գերոքատար, բայց Անահիտը թույլ չէր տալիս, որ նա չափն անցնի։ Շարունակում էր արահետներով քայլել, դասեր տալ, լիարժեք կյանքով ապրել։ Այդ դասերից մեկի ժամանակ Լիլիթ անունով 10 տարեկան մի աղջիկ հարցրեց. «Ուսուցչուհի, ճիշտ է, որ դուք եք փրկել այս անտառը»։ Անահիտը ժպտաց. «Ես մենակ չեմ փրկել։ Շատ մարդիկ են օգնել։ Բայց այո, ես պայքարել եմ դրա համար»։ Լիլիթը մի պահ մտածեց, հետո ասաց. «Երբ մեծանամ, ուզում եմ ձեզ նման լինել։ Ես էլ եմ ուզում պաշտպանել բնությունը»։ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Դա ապացույցն էր, որ աշխատանքն արժեր։ Այդ աղջիկը շատ այլ երեխաներ, որոնք անցնում էին բնապահպանական կրթության ծրագրով, ապագան էին։ Նրանք երաշխիքն էին, որ պայքարը կշարունակվեր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքն ու Գագիկը այլս այնտեղ չլինեին։ Երեխան ծնվեց գարնան մի առավոտ։ Առողջ տղա, մոր պես մուգ աչքերով, հոր պես լուրջ արտահայտությամբ։ Նրան անվանեցին Սոս, որը խորհրդանշում էր անտառը։ Դա մի անուն էր, որը կրում էր իմաստ, նպատակ, հույս։ Գագիկը որդուն գրկեց երկար տարիների մեջ առաջին անգամ բացահայտ լաց եղավ։ Ոչ ցավից կամ տխրությունից։ Լիությունից։ Երախտագիտությունից այն ամենի համար, ինչ կյանքը տվել էր իրեն, ամեն ինչ խլելուց հետո։ Նայեց Անահիտին, հոգնած, բայց փայլող հիվանդանոցի մահճակալին, շշնջաց. «Շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։ Ինձ ցույց տալու համար, որ հնարավոր է նորից սկսել։ Որ հնարավոր է վստահել։ Որ հնարավոր է սիրել առանց վախի»։ Անահիտը ժպտաց. «Մենք դա միասին արեցինք։ Եվ այս տղային միասին կմեծացնենք։ Մենք նրան կսովորեցնենք խիզախության մասին։ Էթիկայի մասին։ Ճիշտի համար պայքարելու մասին, նույնիսկ երբ դա դժվար է»։ Գագիկը համաձայնեց, մեղմորեն օրորելով որդուն։ «Եվ մենք նրան կսովորեցնենք սիրո մասին։ Այն մասին, թե ինչպես է իսկական սերը ծնվում ոչ թե հեշտությունից, այլ դիմադրությունից։ Մնալ ընտրելուց, երբ ավելի հեշտ կլիներ հեռանալ»։ Տարիներ անցան։ Սոսը մեծացավ, վազելով արգելոցի արահետներով, սովորելով ծառերի անունները նախքան գրել սովորելը։ Գագիկն ու Անահիտը շարունակեցին իրենց աշխատանքը, այժմ ճանաչված հանրապետությունում որպես բնապահպանության ոլորտի առաջատարներ։ Կենաց աղբյուրները արգելոցը դարձավ օրինակ այլ պահպանվող տարածքների համար։ Տարիների ընթացքում պահպանվող տարածքը կրճատելու այլ փորձեր եղան։
այլ ներդրողներ, այլ քաղաքական գործիչներ, առաջընթացի այլ խոստումներ։ Բայց ամեն անգամ Գագիկն ու Անահիտն այնտեղ էին։ Տվյալներով, գիտությամբ, մոբիլիզացված համայնքով, նախորդ հաղթանակի կենդանի հիշողությամբ, և ամեն անգամ նրանց հաջողվում էր կանխել կործանարար նախագծերը։ Պարոն Ռուբենը արդեն տարեց, սիրում էր նստել պատշգամբում տեսնել, թե ինչպես է թոռը խաղում։ Մի օր ասաց Անահիտին. «Գիտես, ինչ եմ սովորել քեզնից, որ մենք պարտավոր չենք ընտրել երազանքի իրականության միջ։ Մենք կարող ենք իրականություն կառուցել մեր երազանքներից»։ Անահիտը համբուրեց հոր ճակատը։ «Ես դա սովորել եմ նա ձեզնից, հայրիկ։ Այն մորից, որը գաթա էր վաճառում իմ գրքերի համար վճարելու, նույնիսկ կարծելով, որ ոչինչ չի ստացվի»։ Տիկին Տաթիկը, միշտ իմաստուն, ասաց. «Սերը սարեր է շարժում, բայց ոչ ցանկացած սեր։ Այն, որը ծնվում է ճշմարտությունից, որը դիմակայում է փոթորիկներին, որն ընտրում է մնալ, երբ ամեն ինչ խնդրում է հեռանալ։ Դուք դա ունեք, և դրա համար էլ հաղթեցիք»։ Գագիկն ու Անահիտը գիտեին, որ իրենց պատմությունը կատարյալ չէր։ Նրանք սպիներ ունեին, ցավոտ հիշողություններ, կասկածի վախի պահեր։ Բայց նա ունեին մի հազվագյուտ բան՝ ընդհանուր արժեքների վրա կառուցված գործընկերություն։ Դժվարությունների կրակում կոփված սեր։ Համոզմունք, որ ինչ էլ պատահեր, միասին կդիմակայեին։ Մի հանգիստ օր, երբ Սոսն արդեն 7 տարեկան էր, իսկ իրենք համապատասխանաբար 40-ից 50-ից, Անահիտն ու Գագիկը վերադարձան ջրվեժ։ Հարսանիքի տարեդարձն էր։ Նստեցին նույն տեղում, որտեղ ամուսնացել էին, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ «Զղջում ես որե բանի համար», հարցրեց Անահիտը։ Գագիկը երկար մտածեց։ Հետո պատասխանեց. «Զղջում եմ, որ այդքան երկար տեց, մինչ թույլ տվեցի քեզ ներս մտնել, որ ժամանակ վատնեցի վախի պատճառով։ Բայց մնացածի համար։ Ոչ։ Յուրաքանչյուր սպի արժեր։ Յուրաքանչյուր ճակատամարտ մեզ բերեց այստեղ։ Եվ նայեց շուրջը, պահպանված անտառին, ազատ հոսող գետին, այն ամենին, ինչ պաշտպանել էին»։ Անահիտը համաձայնեց. «Մենք փոխեցինք աշխարհը, Գագիկ։ Գուցե ոչ ամբողջ աշխարհը, բայց մենք փոխեցինք մեր կտորը։ Եվ սովորեցրինք այլ մարդկանց անել նույնը»։ Գագիկը նրան մոտ քաշեց։ «Գիտես, որն է լավագույն մասը։ Որ այս պայքարը երբեք չի ավարտվում։ Միշտ կլինի ինչ-որ բան պաշտպանելու։ Միշտ կլինի նոր սերունդ, սովորեցնելու։ Միշտ կլինի առավոտյան արթնանալու փոփոխություն բերելու փորձ անելու պատճառ»։ Մինչ արը մայր էր մտնում արգելոցի վրա, երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն, Անահիտն ու Գագիկը իմացան, որ հաղթել են բոլորից ամենակարևոր ճակատամարտում։ Ոչ միայն գետերի, ծառերի, կենդանիների համար ճակատամարտում, այլ այն ճակատամարտում, որը մղում էին հավատալու, որ արժե պայքարել, որ արժե սիրել, որ արժե դիմադրել։ Նրանց պատմությունները միահյուսվեցին այդ վայրի պատմության հետ։ Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկը ջուր խմեր այդ աղբյուրից, ամեն անգամ, երբ մի երեխա վազեր այդ արահետներով, ամեն անգամ, երբ մի թռչուն երգեր այդ ծառերի վրա, այնտեղ կլիներ երկու մարդու հետքը, որոնք ընտրել էին խիզախությունը վախի փոխարեն, ճշմարտությունը հարմարավետության փոխարեն, սերը հաշտվողականության փոխարեն։ Եվ այսպես, երկնքում հայտնվող աստղերի տակ, Անահիտն ու Գագիկը լուռ նորոգեցին իրենց խոստումները։ Շարունակել պայքարել։ Շարունակել սիրել։ Շարունակել հավատալ, որ երբ երկու հոգի հանդիպում են, պայքարելով նույն իդեալի համար, ոչինչ ի զորու չէ բաժանել նրանց։ Ոչ ժամանակը, ոչ դժվարությունները, ոչ սպառնալիքները։ Որովհետև այն, ինչ կառուցվել է ամուր ժայռի վրա, դիմանում է բոլոր փոթորիկներին։ Նրանց կյանքը հեքիաթ չէր։ Ավելի լավն էր։ Իրական պատմություն էր, իրական ցավերով, իրական հաղթանակներով, իրական սիրով։ Եվ ի վերջո, սա էր այն ամենը, ինչ կարևոր էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Գագիկի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո խիզախության պահպանման այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Անահիտի ուժը, Գագիկի վերափոխումը,
Բնության համար պայքարը։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, իրական կոնֆլիկտները, որոնց մենք բախվում ենք, այն արժեքները, որոնք մեզ սահմանում են։ Պատմություններ իսկական սիրո, բարդ ընտրությունների, արտասովոր բաներ անող սովորական մարդկանց մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ ձեզ սպասում է հույզերով շրջադարձերով լի նոր պատմություն։ Մինչ այդ, թող Անահիտի Գագիկի խիզախությունը ոգեշնչի ձեզ պայքարելու ձեր սեփական իդեալների համար։